Մեծահարուստը բացահայտում է, որ իր անունով ինչ-որ մեկը կյանքեր է փրկում։ Մի խոնավ աղքատ կին անտեսանելի քայլերով ճակատագրեր է փոխում։ Ամեն մի լրատվության տակ մի ցավ է թաքնված, որի խորքը ոչ ոք չի կարող իմանալ, և ճշմարտությունը ծնվում է հենց այնտեղ, ուր հպարտությունը զորություն չունի։ Պատմեք մեզ, ինչն է ձեզ ամենաշատը հուզել այս պատմության մեջ մինչ այս պահը։ Ձեր ներկայությունն է, որ կյանք է տալիս այստեղ պատմվող յուրաքանչյուր գլխին։ Մնացեք մեզ հետ, քանի որ վերջաբանը բացահայտում է մի ցնցող գաղտնիք։ Երեքշաբթի օրվա մի շոգ առավոտ, երբ Երանյան արը հազիվ էր սկսել տաքացնել պողոտաների բետոնը, Գագիկ Վարդանյանն արթնացավ այնպես, ինչպես միշտ։ Զարթուցիչը զնգաց առավոտյան 5:45-ին, մարմինն ինքնաբերաբար արձագանքեց առօրյայի կանչին, իսկ միտքն արդեն հաշվարկում էր օրվա անելիքները, նախքան աչքերը լիովին բացելը։ Նրա նման մարդու կյանքում երազանքների տեղ չկար։ Լինելով Հայաստանի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատներից մեկի նախագահը, միլիոնավոր դրամների շրջանառությամբ սոցիալական նախագծեր իրականացնող կորպորատիվ բարեգործական հիմնադրամի ղեկավարը, Գագիկն իր կայսրությունը կառուցել էր կարգապահության, ռազմավարության այնպիսի սառը հաշվարկի հիմքերի վրա, որը տպավորում էր նույնիսկ իր ամենափորձառու մրցակիցներին։ 52 տարեկանում նա բացարձակ հաջողության մարմնացումն էր։ Ջերմակաց մազերը կատարելապես սանրված, իր վրա կարված կոստյումները, որոնք ավելի թանկ արժեին, քան սովորական մեքենան, շվեյցարական ժամացույցները, որոնք ցույց էին տալիս ոչ միայն ժամը, այլ դրանք կրողի կարգավիճակը։ Կենտրոնում գտնվող նրա ձեղնահարկի բնակարանից համայնապատկերային տեսարան էր բացվում դեպի քաղաքը։ Հատակից առաստաղ ձգվող պատուհանները Երանը վերածում էին իշխանության հնարավորությունների կենդանի կտավի։ Այդ տարածքում ամեն ինչ պլանավորված էր, վերահսկվող, միլիմետրի ճշգրտությամբ կազմակերպված։ Ճիշտ այնպես, ինչպես իր կյանքը։ Սակայն այդ առավոտ մի տարօրինակ բան տեղի ունեցավ։ Մինչ նա խմում էր իր առանց շաքարի սուրճը պլանշետով ստուգում ֆինանսական հաշվետվությունները, բանկային ծանուցումը գրավեց նրա ուշադրությունը։ 8000 դրամի փոխանցում էր կատարվել իր անձնական հաշվից մի անհայտ հաշվեհամարի։ 8000 դրամ։ Ծիծաղելի գումար մեկի համար, ով օրական 7-8 նիշանոց գումարներ էր շրջանառում։ Դա պետք է աննշան լիներ։ Պետք է անտեսվեր։ Բայց Գագիկ Վարդանյանն իր դիրքին չէր հասել, մանրուքներն անտեսելով։ Եվ այդ չնչին շեղման իր կառավարած կատարյալ համակարգի այդ գրեթե անտեսանելի խափանման մեջ մի բան կար, որը խորը անհանգստություն առաջացրեց։ Ինչպես իտալական կոշիկի մեջ ընկած քար, որը չափազանց փոքր է վնասելու համար, բայց չափազանց մեծ մոռանալու։ Նա զանգահարեց Ռուբենին, իր թվային անվտանգության պետին, նախքան սուրճը վերջացնելը։ Ձայնը զուսպ էր, բայց հաստատուն։ Նա պատասխաններ էր ուզում։ Ուզում էր իմանալ, թե ով, ինչպես, երբ ինչու է մուտք գործել իր հաշիվ։ Ռուբենը, սովոր լինելով տնօրենի ամեն ինչ վերահսկելու մոլուցքին, խոստացավ մինչ օրվա վերջ արդյունքներ ներկայացնել։ Գագիկն իր անձնական ուղղաթիռի հարթակից ուղղորդվեց գրասենյակ, թռչելով այն քաղաքի վրայով, որի կերտմանը նա նպաստել էր իր ներդրումներով։ Ներքում միլիոնավոր մարդիկ սկսում էին իրենց օրը, պայքարելով գոյատման համար, երազելով այն ամենի փշրանքների մասին, ինչը նա առատորեն ուներ։ Նա դրա մասին չէր մտածում։ Սովորաբար ոչնչի մասին չէր մտածում, բացի թվերից, ռազմավարություններից, ձեռքբերումներից։ Աշխարհը շախմատի տախտակ էր, նա խաղում էր հաղթելու համար։ Բայց այդ օրը, մինչ նա պայմանագրեր էր ստորագրում տեսազանգերով խորհրդակցում միջազգային ներդրողների հետ, այդ 8000 դրամի պատկերը մտքից դուրս չէր գալիս։ Աբսուրդ էր։ Նա, ով առանց թարթելու միլիարդավոր դրամների միաձուլումներ էր բանակցում, անհանգստացած էր մի գործարքից, որը հազիվ կբավականացներ իր հաճախակի այցելած ռեստորաններից մեկում ճաշելու համար։ Ռուբենը զանգեց երեկոյան ժամը 5-ին։ Նրա ձայնում անսովոր տատանում կար։ Փոխանցումը կատարվել էր հին ֆիզիկական քարտի միջոցով, այնպիսիներից, որոնք Գագիկը ամիսներ առաջ դեն էր նետել, իր բանկային տվյալները թարմացնելիս։ Քարտը պետք է ապակտիվացված լիներ, բայց ինչ-որ տեխնիկական խափանման պատճառով դեռս մնացորդային կապ էր պահպանում հաշվի հետ։ Եվ այն օգտագործողը պրոֆեսիոնալ խարտախ չէր, փորձառու հաքեր չէր։ Երեխա էր։ Գագիկը զգաց, թե ինչպես մի տարօրինակ բան սեղմեց կուրծքը։ Երեխա։ Ռուբենը շարունակեց, մեխանիկական ձայնով կարդալով զեկույցը։
Հետագծումը ցույց էր տվել, որ գործարքը կատարվել էր կոտրված էկրանով, հին մոդելի հեռախոսից, Երանի Շենգավիթ վարչական շրջանից, որը հայտնի էր իր սոցիալական խոցելիությամբ։ Էփ հասցեն տատանվում էր հանրային մուտքի կետերի միջ, բայց կար մի օրինաչափություն, միշտ մոտ էր մի լքված արտրային ծածկի։ Նախորդ փոխանցումների պատմությունից, որոնք բոլորը փոքր էին, բոլորը անկանոն, անվտանգության թիմը եզրակացրել էր, որ խոսքն անօթան մեկի մասին է։ Հավանաբար, աղջկա։ Մոտակա սուպերմարկետի տեսախցիկները ֆիքսել էին մոտ 12 տարեկան մի երեխայի մուգ, հավաքած մազերով, կեղտոտ, բայց խնամված հագուստով, ով կոտրված հեռախոսով ինչ-որ բան էր անում, սպասելով խանութի դրսում։ Գագիկը խնդրեց տեսագրությունները։ Երբ դրանք հայտնվեցին նրա համակարգչի էկրանին, նա երկար վայրկյաններ լուռ մնաց։ Աղջիկը նիհար էր, բայց չուներ այն դատարկ հայացքը, որը նա մտովի կապում էր աղքատության հետ։ Նրա աչքերը ուշադիր էին, կենդանի, գրեթե մարտահրավեր նետող։ Նա հեռախոսը զգուշությամբ էր բռնել, ասես գանձ լիներ։ Եվ նրա կեցվածքում մի բան կար, մի տարօրինակ արժանապատվություն այդ վիճակում գտնվող մեկի համար, որն իրեն ավելի շատ անհանգստացրեց, քան պետք էր։ Հրամայիր, որ հետեն նրան, ասաց նա Ռուբենին։ Զգուշորեն։ Ուզում եմ իմանալ, թե ինչ է նա անում այդ մուտքով։ Ռուբենը տատանվեց։ Պարոն, նա ընդամենը երեխա է։ Հավանաբար քարտը գտել է աղբի մեջ, փորձում է օգտագործել այն, ինչ դեռ աշխատում է։ Կարող ենք պարզապես արգելափակել մուտքը, փակել գործը։ Գագիկը խորը շունչ քաշեց։ Ոչ։ Նախ հետեք։ Եվ ինձ տեղյակ պահեք։ Հաջորդ օրերին մի արտասովոր բան սկսեց բացահայտվել։ Աղջիկը, ում անունը, ինչպես պարզեց թիմը, Լիլիթ Մանուկյան էր, մուտքը չէր օգտագործում սեփական շահի համար։ Նա կատարում էր փոքր փոխանցումներ, համեստ գումարներ, որոնք տատանվում էին 10-ից 30 հազար դրամի սահմաններում, հետո այդ գումարով իրեր էր գնում։ Չփչացող սնունդ, հասարակ դեղորայք, բարակ ծածկոցներ, մեծահասակների համար տակտիրներ, ջրի շշեր։ Եվ հետո նա դուրս էր գալիս փողոցներ, ամեն ինչ անձամբ բաժանելով մյուս անօթաններին։ Անվտանգության տեսախցիկների կադրերը, որոնք Ռուբենին հաջողվել էր հավաքել, ցույց էին տալիս, թե ինչպես է Լիլիթը քայլում նրբանցքներով ծածկերի տակով, տանելով պոլիէթիլենային տոպրակներ, կանգ առնում ստվարաթղթերի վրա քնած մարդկանց կողքին, զգուշորեն թողնելով իրերը, որպեսզի չարթնացնի նրանց։ Երբ որը մեկն արթուն էր լինում, նա ուղղակիորեն էր տալիս, միշտ քիչ խոսելով, միշտ մի նախադասությամբ, որը կրկնվում էր։ Սա նվեր է կոստյումով մարդուց։ Գագիկը լուր դիտում էր տեսանյութերը, նստած իր գրասենյակում մենակ, իսկ ներքում լուսավորված քաղաքը արհեստական աստղերի ծովի էր նման։ Նա չէր կարողանում աչքերը կտրել այդ փխրուն աղջնակից, ով, առանց իմանալու, մի խորհրդանիշ էր ստեղծել։ Մի առասպել։ Կոստյումով մարդը։ Ինքը։ Առատաձեռնության մի ուրվական, որը երբեք գոյություն չէր ունեցել իր իրական էությամբ։ Ճակատագրի հեգնանքը դաժան էր։ Նա, ով ղեկավարում էր միլիարդավոր դրամների բարեգործական հիմնադրամ, երբեք անձամբ ոչինչ ոչ ոքի չէր տվել։ Նրա նվիրատվությունները թվեր էին հաշվետվություններում, հարկային նվազեցումներ, կորպորատիվ իմիջի ռազմավարություններ։ Նա չեկեր էր ստորագրում, նախագծեր հաստատում, հայտնվում բարեգործական միջոցառումներին, կեղծ ժպիտներով սերտած ճառերով։ Բայց երբեք ոչ մի անգամ նա չէր ծնկի իջել տառապող մեկի կողքին, ուղղակի օգնություն առաջարկելու համար։ Եվ այդ աղջիկը, գողացված 8000 դրամով մի հաշվից, որի տիրոջը նույնիսկ չգիտեր, ավելին էր անում, քան ինքն արել էր տասնամյակների ընթացքում։ Ուրբաթ օրը Ռուբենը նորից հայտնվեց գրասենյակում, բերելով մի բացահայտում, որը Գագիկին ստիպեց զգալ, թե ասես գետինը փախչում է ոտքերի տակից։ Թիմը հետել էր աղջկա պատմությանը։ Լիլիթ Մանուկյանը 4 տարի առաջ օգտվել էր հենց Վարդանյան հիմնադրամի արտակարգ նվիրատվությունից։ Դա ավտոմատացված ծրագիր էր, առանց մարդկային գործոնի, որը սննդի զամբյուղներ փոքր գումարներ էր բաժանում ծայրահեղ խոցելի վիճակում գտնվող գրանցված ընտանիքներին։ Լիլիթի անունը հայտնվել էր գրառումներում, քանի որ նրա մայրը, այն ժամանակ դեռ կենդանի, դիմում էր ներկայացրել։ Նվիրատվությունը 30,000 դրամից մի քանի սննդի զամբյուղից ավելին չէր։ Ոչինչ։ Ավելի քիչ, քան Գագիկը ծախսում էր մի շիշ գինու վրա։ Բայց Լիլիթի համար, ըստ սոցիալական գրառումների, որոնք Ռուբենին հաջողվել էր գտնել, դա այդ շաբաթ ուտելու սոված մնալու միջ տարբերությունն էր։ Նրա մայրը կարճ ժամանակ անց հանկարծակի անհետացել էր, աղջիկը, առանց այլ հայտնի հարազատների, հայտնվել էր փողոցում։
Գագիկը մի բան զգաց, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Ամոթի, զայրույթի մի բանի խառնուրդ, որը չէր կարողանում անվանել։ Այդ երեխան, որին նա օգնել էր չիմանալով բյուրոկրատական սառը գործընթացի միջոցով, այժմ փոխհատուցում էր այդ ժեստը, բարություն տարածելով իր իսկ հավաքած սակավ միջոցներով։ Եվ դա անում էր ավելի մարդկային, ավելի արդյունավետ, ավելի ճշմարիտ, քան իր ղեկավարած ցանկացած ծրագիր։ Նա վեր կացավ աթոռից մոտեցավ պատուհանին։ Երանը բաբախում էր ներքում, անտարբեր։ Միլիոնավոր պատմություններ, որոնք տեղի էին ունենում միաժամանակ, միլիոնավոր կյանքեր, որոնց նա երբեք չէր ճանաչի։ Եվ այդ քաղաքային քաոսի մեջ 12 տարեկան մի աղջիկ, առանց իմանալու, իրեն սովորեցնում էր, թե ինչ է նշանակում լինել մարդ։ Գագիկ Վարդանյանը, մարդը, ով ոչնչից ֆինանսական կայսրություն էր կառուցել, ով աղքատությունից բարձրացել էր հայկական էլիտայի գագաթը, ով միշտ հավատացել էր, որ իր հաջողությունը բացառապես իր խելքի վճռականության արդյունքն է, ստիպված էր դեմ առ դեմ կանգնել մի ճշմարտության, որը թաքցրել էր ամբողջ կյանքում։ Նույնիսկ ինքն իրենից։ Նա նույնպես ցածր խավից էր։ Ծնվել էր Շիրակի մարզի մի աղքատ գյուղում, լվացարարուհու որմնադրի որդի, ով հազիվ գիտեր իր անունը գրել։ Մեծացել էր հատակին փռված ներքնակի վրա քնելով, փոքրիկ սենյակը 3 եղբայրների հետ կիսելով, գրեթե ամեն օր բրինձ ու ձու ուտելով, որովհետև դա էր այն ամենը, ինչ կարող էին գնել։ Երբ 8 տարեկան էր, տեղական մի հեգ սկսեց գործել տարածաշրջանում։ Նրանք առաջարկում էին լրացուցիչ պարապմունքներ, թեթ սնունդ, զվարճալի միջոցառումներ։ Գագիկը, նիհար ու լռակյաց, առաջիններից էր, որ գրանցվեց։ Հենց այնտեղ նա սովորեց ճիշտ կարդալ, հասարակից բարդ հաշվարկներ անել, երազել այլ կյանքի մասին։ Կամավոր ուսուցիչներից մեկը, ընկեր Իրինա անունով մի կին, նկատեց նրա ներուժը խրախուսեց սովորել, ընդունելության քննություններ հանձնել, չհանձնվել։ Նա լրիվ կրթաթոշակ ստացավ պետական համալսարանում, 18 տարեկանում տեղափոխվեց Երան, հին հագուստով լի ճամպրուկով 50 դրամ գրպանում։ Աշխատեց, սովորեց, պայքարեց։ Եվ հաղթեց։ Բայց այդ ընթացքում որոշեց թաղել այն ամենը, ինչ իրեն կապում էր այդ ծագման հետ։ Փոխեց ազգանունը, հորինեց էլեգանտ կենսագրություն, կտրեց կապերը ընտանիքի հետ։ Կառուցեց նոր ինքնություն։ Մարդու, ով ծնվել էր հաղթելու համար, ոչ թե աղքատ տղայի, ում օգնել էին։ Ընկեր Իրինան մահացել էր տարիներ առաջ։ Նա երբեք չգնաց հուղարկավորությանը։ Նույնիսկ ծաղիկներ չուղարկեց։ Պարզապես ջնջեց իր պատմության այդ մասը, ասես այն երբեք գոյություն չի ունեցել։ Եվ հիմա, տասնամյակներ անց, Լիլիթ Մանուկյան անունով մի անօթան աղջիկ ստիպում էր նրան նայել հայելու մեջ։ Տեսնել այն տղային, որն ինքը եղել էր։ Այն տղային, ով նույնպես օգնության կարիք ուներ։ Այն տղային, ով եթե չլիներ անծանոթների անանուն նվիրատվությունը, գուցե երբեք դուրս չէր գա աղքատությունից։ Նա թուլացրեց փողկապը, զգալով, որ օդը չի հերիքում։ Շքեղ ձեղնահարկը չափազանց փոքր, խեղդող էր թվում։ Պետք էր դուրս գալ։ Պետք էր մտածել։ Վարորդին ասաց, որ քայլելու է։ Տղամարդը զարմացած փորձեց վիճել անվտանգության մասին, բայց Գագիկն արդեն դուրս էր գալիս։ Նա լուր իջավ 30 հարկ վերելակով, անցավ մարմարե նախասրահով, առանց որե մեկին նայելու, դուրս եկավ Երանի փողոցներ։ Նա անպատակ քայլում էր մարդաշատ մայթերով, հրմշտվում շտապով գործարարների կողմից, շրջանցում փողոցային վաճառողներին, շնչում աղտոտված օդը, որը երբեք չէր նկատել իր զրահապատ մեքենաների միջից։ Անցավ ծածկերի տակով, որտեղ մարդիկ քնած էին, փաթաթված ստվարաթղթերով։ Տեսավ երեխաների, որոնք ողորմություն էին խնդրում։ Տեսավ տարեցների, որոնք աղբ էին փորփրում, ուտելիք փնտրելով։ Եվ այս ամենը տեսավ առաջին անգամ։ Իսկապես տեսավ։ Ոչ որպես դեկորացիա։ Ոչ որպես վիճակագրություն։ Այլ որպես իրականություն։ Երբ վերադարձավ տուն, արդեն գիշեր էր։ Նա փակվեց գրասենյակում, զանգեց Ռուբենին։ Ուզում եմ, որ շարունակեք հետել աղջկան։ Բայց ընդլայնեք պարագիծը։ Ուզում եմ հասկանալ այն ամբողջ համատեքստը, որում նա ապրում է։ Եվ ուզում եմ, որ դա փաստաթղթավորվի։ Ամեն շարժում։ Ամեն գործողություն։ Ռուբենը հաստատեց, բայց նրա ձայնում անհանգստության նոտա կար։ Պարոն, ամենայն հարգանքով, ո՞րն է նպատակը։ Եթե պարզապես մուտքն արգելափակելն է, կարող եմ դա անել 5 րոպեում։ Գագիկը մի քանի վայրկյան լուռ մնաց։ Հետո ասաց մի ձայնով, որն ինքն էլ չճանաչեց.
Ոչինչ չեմ արգելափակելու։ Պարզապես ուզում եմ հասկանալ։ Հաջորդ օրերին Գագիկը խորասուզվեց լուռ մոլուցքի մեջ։ Ամեն օր զեկույցներ էր ստանում Լիլիթի մասին։ Դիտում էր անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները։ Կարդում էր խոսակցությունների սղագրությունները, որոնք աղջիկն ունենում էր մյուս անօթանների հետ։ Եվ որքան շատ էր իմանում նրա մասին, այնքան իր սեփական կյանքը դատարկ էր թվում։ Լիլիթը վաղ էր արթնանում, թե հարմարավետ քնելու տեղ չուներ։ Դեմքը լվանում էր հանրային զուգարաններում։ Օգտվում էր քաղաքային գրադարաններից հեռախոսը լիցքավորելու անվճար ցանցերի միջոցով համացանց մտնելու համար։ Սովորում էր առցանց տեսանյութերի միջոցով։ Օգնում էր մյուս անօթաններին գրանցվել սոցիալական ծրագրերում։ Եվ շարունակում էր կատարել իր փոքր փոխանցումները, գնելով առաջին անհրաժեշտության իրեր, բաժանելով ամեն ինչ անձամբ։ Նա ցանց ուներ։ Մարդկանց շրջանակ, որոնք վստահում էին իրեն։ Տարեցներ, որոնք իրեն վերաբերվում էին որպես թոռնուհու։ Այլ երեխաներ, որոնք իրեն տեսնում էին որպես առաջնորդ։ Անօթան մեծահասակներ, որոնք հարգում էին նրան իր խելքի առատաձեռնության համար։ Լիլիթը, առանց գիտակցելու, համայնք էր ստեղծել։ Իմպրովիզացված ընտանիք, որը փոխադարձաբար աջակցում էր միմյանց։ Եվ այս ամենն անում էր կոստյումով մարդու անունից։ Անտեսանելի կերպարի, որը նա հորինել էր։ Գագիկի։ Նա, ով իր կյանքը նվիրել էր պատմություններ կառավարելուն, այժմ բացահայտում էր, որ ինքը մի պատմության հերոս է, որի գոյության մասին նույնիսկ չգիտեր։ Եվ ամենից անհանգստացնողն այն էր, որ Լիլիթի երակայության մեջ գոյություն ունեցող իր տարբերակն ավելի լավն էր, ավելի ազնիվ, ավելի մարդկային, քան ինքը երբեք եղել էր իրականում։ Մի օր նա որոշում կայացրեց։ Խնդրեց Ռուբենին կազմակերպել մոտեցում։ Ուզում էր աղջկան ապաստան առաջարկել հիմնադրամի սոցիալական աշխատողների միջոցով։ Դա պետք է լիներ զուսպ, պրոֆեսիոնալ։ Նրան կտեղավորեին անվտանգ ժամանակավոր կացարանում, կստանար պաշտոնական կրթություն, հոգեբանների, լիարժեք աջակցության հնարավորություն։ Դա ճիշտ քայլ էր։ Տրամաբանական էր։ Այն, ինչ կաներ ցանկացած պատասխանատու մարդ։ Սոցիալական աշխատողները մոտեցան Լիլիթին շաբաթ առավոտյան։ Նա ուշադիր լսեց նրանց, լուրջ ու ուշադիր աչքերով։ Երբ նրանք ավարտեցին առաջարկի բացատրությունը, նա քաղաքավարի շնորհակալություն հայտնեց։ Եվ մերժեց։ Ինչո՞ւ, հարցրին աշխատողները։ Որովհետև եթե ես պաշտպանված լինեմ, չեմ կարողանա պաշտպանել մյուսներին։ Պատասխանը Գագիկին հասավ Ռուբենի միջոցով։ Նա 3 անգամ կարդաց զեկույցը, անհավատությամբ։ Աղջիկը մերժել էր։ Մերժել էր ապաստանը։ Մերժել էր անվտանգությունը։ Մերժել էր այն ամենը, ինչ ինքն առաջարկել էր։ Մի պատճառով, որը մինույն ժամանակ լիովին տրամաբանական էր, բոլորովին անտրամաբանական։ Նա ընտրել էր խոցելի մնալ, որպեսզի կարողանա օգնել խոցելիներին։ Գագիկը մի բան զգաց, որը մանկությունից ի վեր չէր զգացել՝ անզորություն։ Նա, սովոր լինելով ամեն ինչ լուծել փողով, ազդեցությամբ, իշխանությամբ, բացահայտեց, որ կան բաներ, որոնք չի կարող գնել։ Չէր կարող գնել Լիլիթի վստահությունը։ Չէր կարող գնել նրա առաքելությունը։ Չէր կարող փոխել նրա ընտրությունը։ Եվ տասնամյակների ընթացքում առաջին անգամ նա հարգեց մի որոշում, որը հակասում էր իր կամքին։ Լիլիթի մերժումը վիրավորեց Գագիկի հպարտությունն այնպես, ինչպես նա չէր սպասում։ Նա սովոր էր, որ մարդիկ իրեն այո ասեն։ Աշխատակիցներ, որոնք հնազանդվում էին։ Գործընկերներ, որոնք համաձայնում էին։ Մրցակիցներ, որոնք խոնարհվում էին։ Բայց այդ 12 տարեկան աղջիկը, ով ոչինչ չուներ, բացի կոտրված հեռախոսից անսասան համոզմունքից, ասել էր ոչ։ Եվ նա չգիտեր, թե ինչպես դա ընդունի։ Սկսեց անել մի բան, որը երբեք չէր պատկերացնի։ Սկսեց գիշերները քայլել փողոցներով։ Մենակ։ Առանց թիկնապահների։ Առանց վարորդի։ Միայն ինքն ու քաղաքը։ Գնում էր այն շրջանները, որտեղ գործում էր Լիլիթը։ Հեռվից հետում էր։ Տեսնում էր նրա բաժանումները։ Տեսնում էր մարդկանց, ում նա օգնում էր։ Տեսնում էր այն անտեսանելի տիեզերքը, որը գոյություն ուներ իրենին զուգահեռ։ Այդ գիշերներից մեկին նա ականատես եղավ մի բանի, որը խորը հետք թողեց իր վրա։ Լիլիթը բաժանում էր տուփերով ուտելիք, որը գնել էր մի էժան ճաշարանից։
Նա կանգնեց մի տարեց տղամարդու կողքին, որը նստած էր մայթին, տվեց ուտելիքի տուփը, վրան ծալված անձեռոցիկով։ Տղամարդը բացեց այն, գտավ գրիչով գրված մի գրություն. «Դու դեռ ինչ-որ մեկի համար կարոր ես»։ Տղամարդը սկսեց լաց լինել։ Լիլիթը ձեռքը դրեց նրա ուսին, մի բան ասաց, որը Գագիկը չկարողացավ լսել իր գտնված տեղից, շարունակեց ճանապարհը։ Գագիկը զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Երբ էր վերջին անգամ լաց եղել։ Չէր կարողանում հիշել։ Այդ գիշեր նա տուն վերադարձավ աճող համոզմունքով։ Իր ամբողջ կյանքը կեղծիք էր։ Նա կայսրություն էր կառուցել, բայց ապրում էր բանտում։ Ամեն ինչ ուներ, բայց չուներ ոչինչ, որն իսկապես կարոր էր։ Եվ այդ աղջիկը, առանց որևէ նյութական բանի, ուներ մի բան, որը նա կորցրել էր ճանապարհին՝ մարդկայնություն։ Հենց այդ ժամանակ նա սկսեց ավելի խորը ուսումնասիրել իր սեփական հիմնադրամը։ Ուզում էր հասկանալ, թե ինչու ծրագրերը չեն աշխատում այնպես, ինչպես պետք է։ Ուզում էր իմանալ, թե իրականում ուր է գնում փողը։ Եվ այն, ինչ բացահայտեց, զզվանք առաջացրեց նրա մեջ։ Վարդանյան հիմնադրամը, իր հանրային բարեգործական գործը, իր գիտակից մարդու դիմակը, հարկային արտոնությունների էլեգանտ յուրացումների մեքենա էր։ Տնօրեններ, որոնք երբեք չէին այցելում իրենց համակարգած նախագծերը։ Խորհրդի անդամներ, որոնք հաստատում էին ուռճացված բյուջեներ, տարբերությունը գրպանում կեղծ ընկերությունների միջոցով։ Կեղծ հաշվետվություններ, որոնք չափազանցնում էին արդյունքները։ Բեմադրված լուսանկարներ ժպտացող երեխաների հետ, որոնք երբեք իրական օգնություն չէին ստացել։ Եվ նա, այնքան տարված իր հիմնական գործերով, երբեք իսկապես չէր նայել դրան։ Վստահել էր մարդկանց, որոնք կառավարում էին հիմնադրամը, մինչ ինքը զբաղվում էր այն բանով, ինչն անվանում էր լուրջ աշխատանք։ Շահույթով, աճով, իշխանությամբ։ Այժմ, ստիպված լինելով դեմ առ դեմ կանգնել ճշմարտությանը, նա գիտակցում էր, որ ֆինանսավորում է մի կոռումպացված կառույց, որն ավելի շատ ծառայում էր իր խիղճը, հանրային իմիջը մաքրելուն, քան կյանքեր փոխելուն։ Լիլիթը, գողացված 8000 դրամով, ավելի շատ իրական փոփոխություն էր բերում, քան իր միլիոնավոր դրամների հիմնադրամը։ Նվաստացումը լիակատար էր։ Եվ անհրաժեշտ։ Գագիկը սկսեց փոխվել։ Զգուշորեն։ Ոչինչ չհայտարարեց։ Ճառեր չասաց։ Պարզապես սկսեց այլ կերպ գործել։ Աշխատանքից հեռացրեց հիմնադրամի կոռումպացված տնօրեններին։ Վարձեց արտաքին աուդիտորների։ Ներդրեց ծախսերի լիակատար թափանցիկություն։ Դադարեցրեց անարդյունավետ ծրագրերը։ Ռեսուրսներն ուղղորդեց համայնքային նախաձեռնություններին, որոնք ղեկավարում էին նրանք, ովքեր իրականում ապրում էին այն իրականություններում, որոնք իբր թե ուզում էին փոխել։ Եվ զուգահեռաբար, առանց որևէ մեկի իմանալու, սկսեց անտեսանելի կերպով պաշտպանել Լիլիթին։ Փոխեց բանկային անվտանգության համակարգերը, երաշխավորելով, որ նա կարողանա շարունակել օգտագործել այդ մուտքը, առանց ուրիշների կողմից արգելափակվելու կամ հետագծվելու։ Ռազմավարական անանուն նվիրատվություններ կատարեց այն վայրերին, որտեղից նա գնում էր իր բաժանած իրերը, ապահովելով, որ գներն ավելի ցածր լինեն։ Զգուշորեն խոսեց տարածքի ոստիկանների հետ, որպեսզի չանհանգստացնեն աղջկան կամ այն մարդկանց, ում նա օգնում էր։ Նա դարձավ, առանց աղջկա իմանալու, իսկական կոստյումով մարդը։ Աշխատելով ստվերում, որպեսզի այն լույսը, որը նա վառում էր, կարողանար ավելի պայծառ փայլել։ Բայց կար մեկը, ով Գագիկին հետում էր նույն ուշադրությամբ, ինչպես նա Լիլիթին։ Նրա որդին, Վահե Վարդանյանը, հետաքննող լրագրող, ով տարիներ շարունակ աշխատում էր կոռուպցիոն բացահայտումներով հայտնի մի լրատվական կայքի համար, սկսել էր տարօրինակ տեղաշարժեր նկատել Վարդանյան հիմնադրամի հաշիվներում։ Վահեն, 28 տարեկանում, այն ամենն էր, ինչ Գագիկը չէր ուզում, որ նա լիներ։ Իդեալիստ։ Անհանգիստ։ Քննադատում էր այն համակարգը, որը հարստացրել էր ընտանիքին։ Նա ընտրել էր լրագրությունը ոչ թե բառերի հանդեպ սիրուց, այլ ճշմարտության հանդեպ սիրուց։ Կամ գոնե դրա իր տարբերակի։ Եվ վաղուց հորը տեսնում էր որպես այն ամենի խորհրդանիշ, ինչը սխալ էր երկրում։ Միլիարդատերեր, որոնք շահույթ էին ստանում աղքատների հաշվին, միաժամանակ ձացնելով, թե օգնում են կեղծ հիմնադրամների միջոցով։ Հոր-որդու հարաբերությունները սառն էին։ Հանրության առաջ քաղաքավարի, բայց հեռու։ Նրանք չէին խոսում ոչ մի կարևոր բանի մասին։ Միասին չէին ճաշում։ Գաղտնիքներով չէին կիսվում։ Գագիկը Վահեին համարում էր միամիտ երիտասարդ,
ով իր ներուժը վատնում էր անհույս գործերի վրա։ Վահեն Գագիկին համարում էր դատարկ մարդ, ով հոգին վաճառում էր շահույթի դիմաց։ Նրանցից ոչ ոք լիովին սխալ չէր։ Նրանցից ոչ ոք լիովին ճիշտ չէր։ Եվ հիմա, մինչ Գագիկը փորձում էր գաղտնի քավել իր մեղքերը Լիլիթի միջոցով, Վահեն պատրաստում էր լրագրողական ռումբ, որը կարող էր ոչնչացնել այն ամենը, ինչ հայրը կառուցել էր։ Որովհետև Վահեն սկսել էր հետաքննել Վարդանյան հիմնադրամը։ Եվ բացահայտել էր նույն բաներից մի քանիսը, որոնք գտել էր Գագիկը՝ յուրացումներ, գերագնահատումներ, միտումնավոր անարդյունավետություն։ Բայց Վահեն չգիտեր հոր կողմից վերջերս իրականացված փոփոխությունների մասին։ Չգիտեր Լիլիթի գոյության մասին։ Ոչինչ չգիտեր այն մասին, ինչ կատարվում էր կուլիսներում։ Նա միայն թվերն էր տեսնում։ Եվ թվերը խարդախության պատմություն էին պատմում։ Վահեն նախատեսում էր հոդվածը հրապարակել 2 շաբաթից։ Դա կլիներ իր կարիերայի հոդվածը։ Այն, որը վերջապես կապացուցեր, որ նույնիսկ իր հոր նման մարդիկ, իրենց բարեգործության ողջ դիմակով, ընդամենը քողարկված գիշատիչներ են։ Գագիկը գաղափար անգամ չուներ մոտեցող փոթորկի մասին։ Նա չափազանց կենտրոնացած էր Լիլիթի վրա, նրա աշխարհը հասկանալու, նրանից սովորելու վրա, առանց որ աղջիկն իմանար, որ սովորեցնում է։ Եվ Լիլիթը շարունակում էր իր առաքելությունը։ Փոքր, լուր, հզոր, ալիքներ ստեղծելով մի օվկիանոսում, որը դեռ չէր նկատում նրա գոյությունը։ Մինչ որ ամեն ինչ սկսեց կապվել այնպիսի ձերով, որոնք նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Երան քաղաքը շարունակում էր իր խելահեղ ռիթմը։ Բայց ստվերներում, ծածկերի ու նրբանցքների միջ, շքեղ ձեղնահարկերի ու ապակե գրասենյակների միջ, խմբագրությունների ու բանկային հաշիվների միջ, 3 կյանքեր մոտենում էին անխուսափելի բախման։ Եվ երբ նրանք հանդիպեին, ոչինչ այլս նույնը չէր լինի։ Վահե Վարդանյանը արագորեն տպում էր իր նոթբուքի ստեղնաշարի վրա, նստած Սարյան փողոցի մի հասարակ սրճարանում, հոր հաճախակի այցելած թանկարժեք ռեստորաններից շատ հեռու։ Միջավայրն աղմկոտ էր, լի ուսանողներով ու արվեստագետներով, պատերը քերված, զարդարված գունավոր գրաֆիտիներով, փայտե սեղանիկները, տարիների օգտագործումից մաշված։ Դա հենց այնպիսի վայր էր, որտեղ Գագիկը երբեք ոտք չէր դնի։ Եվ հենց դրա համար էլ Վահեն սիրում էր այնտեղ լինել։ Նա 10-րդ անգամ ստուգում էր Վարդանյան հիմնադրամի մասին ձեռք բերած փաստաթղթերը։ Ծախսերի աղյուսակներ, ներքին աուդիտի հաշվետվություններ, կասկածելի հաշիվ ապրանքագրեր, ուռճացված գումարներով պայմանագրեր։ Ամեն ինչ մատնանշում էր այն, ինչ նա տարիներ շարունակ կասկածում էր։ Հոր հիմնադրամը լավ կառուցված կեղծիք էր, փողերի լվացման հարկային արտոնությունների ստեղծման մեքենա, քողարկված ալտրուիզմի տակ։ Մհերը, նրա խմբագիրն ու համալսարանական ընկերը, 2 սուրճով նստեց նրա դիմաց։ Դե ինչ, հարցրեց նա, արդեն բավականաչափ նյութ ունես հոդվածն ավարտելու համար։ Վահեն նայեց նրան, աչքերը փայլում էին բավարարվածության մի ավելի մռայլ բանի խառնուրդով։ Մի բան, որը վտանգավոր կերպով նման էր վրեժի։ Ունեմ, պատասխանեց նա։ Եվ դա կործանարար է լինելու։ Հայրս կայսրություն է կառուցել ուրիշների թշվառության վրա, հիմա ես ողջ Հայաստանին ցույց կտամ, թե ով է նա իրականում։ Մհերը մի կում սուրճ խմեց, զգուշորեն դիտելով ընկերոջը։ Վստահ ես, որ սա հետաքննական լրագրության մասին է, Վահե։ Թե քո հորդ մասին։ Վահեն նոթբուքը փակեց ավելի ուժեղ, քան մտադրվել էր։ Կարող է երկուսն էլ լինեն։ Ինչ տարբերություն։ Ճշմարտությունը ճշմարտություն է, անկախ իմ անձնական դրդապատճառներից։ Զգույշ եղիր, ընկեր։ Երբ գործն անձնական է դառնում, մենք կորցնում ենք օբյեկտիվությունը։ Իսկ օբյեկտիվությունն այն է, ինչը լրագրությունը տարբերում է վենդետայից։ Վահեն պատրաստվում էր պատասխանել, բայց հեռախոսը թրթռաց։ Դա հաղորդագրություն էր իր աղբյուրներից մեկից, Դալիթա անունով մի կնոջից, ով աշխատում էր որպես հավաքարար Վարդանյան հիմնադրամի գրասենյակներում։ Նա ամիսներ շարունակ տեղեկություններ էր փոխանցում նրան, միշտ զգուշությամբ, միշտ վախենալով բացահայտվելուց։ Հաղորդագրությունը կարճ էր։ Տարօրինակ բան է կատարվում։ Հայրդ բոլորին աշխատանքից հանում է ու ամեն ինչ փոխում։ Պետք է անձամբ խոսենք։ Վահեն խոժոռվեց։ Բոլորին աշխատանքից հանում է։ Ամեն ինչ փոխում է։ Դա անիմաստ էր թվում։ Նա արագ պատասխանեց, հանդիպում նշանակելով երեկոյան։ Մհերը նկատեց ընկերոջ շփոթված արտահայտությունը։
Նորություն կա։ Աղբյուրս ասում է, որ հայրս կտրուկ փոփոխություններ է անում հիմնադրամում։ Զանգվածային կրճատումներ։ Մհերը հոնքերը բարձրացրեց։ Գուցե նա պարզել է, որ դու հետաքննում ես, մաքրում է հետքերը։ Վահեն քննարկեց այդ հնարավորությունը։ Դա բնորոշ կլիներ Գագիկ Վարդանյանին փորձել պաշտպանվել։ Բայց Դալիթայի հաղորդագրության տոնի մեջ մի բան կար, որը չէր հուշում հանցանքները թաքցնողի խուճապի մասին։ Այն շփոթություն էր հուշում։ Ասես նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Պետք է պարզեմ, թե ինչ է կատարվում, ասաց Վահեն նոութբուքը դնելով ուսապարկի մեջ։ Այսօր կհանդիպեմ Դալիթային։ Եթե հայրս փորձում է հետքերը ջնջել, պետք է արագացնեմ հրապարակումը։ Մհերը հոգոց հանեց։ Ուղղակի հիմարություն չանես, լավ։ Այս պատմությունն առանց այդ էլ բավականին բարդ է, որ դու իմպուլսիվ գործես։ Վահեն գլխով արեց, բայց միտքն արդեն այլ տեղ էր։ Նա պետք է հասկանար, թե ինչ է կատարվում, նախքան հայրը կկարողանար ոչնչացնել այն ապացույցները, որոնք հավաքելու համար այդքան ջանք էր թափել։ Մինչ Վահեն մետրոյով քաղաքն անցնում էր Դալիթայի հետ հանդիպման, Գագիկը Վարդանյան հիմնադրամի խորհրդի արտահերթ նիստում էր։ Նիստերի դահլիճը լայն ու էլեգանտ էր, կարմրափայտի սեղանով, որը տեղավորում էր 20 մարդ, մի ամբողջ ապակե պատով, որը նայում էր Երանի կենտրոնին։ Խորհրդի անդամները նրան նայում էին ցնցումի վատ քողարկված զայրույթի խառնուրդով։ Գագիկը հենց նոր էր հայտարարել հիմնադրամի ամբողջական վերակառուցման մասին։ Վարչական պաշտոնների 70%-ի կրճատում։ Անկախ արտաքին աուդիտ։ Ծախսերի լիակատար թափանցիկություն։ Եվ ամենացնցողը խորհրդի նախագահի պաշտոնից իր իսկ անվան հանումը։ Պարոն Վարդանյան, սկսեց Ռաֆայել Սամվելյանը, խորհրդի ամենահին ամենակոռումպացված անդամներից մեկը, թե Գագիկը դա նոր էր բացահայտել, այս փոփոխությունները չափազանց արմատական են։ Դրանք կապակայունացնեն այն ամբողջ կառույցը, որը մենք տարիներ շարունակ կառուցել ենք։ Փտած կառույց, պատասխանեց Գագիկը մի սառնությամբ, որը ստիպեց մի քանի անդամների անհարմար շարժվել աթոռներին։ Ես բացահայտել եմ, որ այն ամենի մեծ մասը, ինչ մենք այստեղ անում ենք, թատրոն է։ Մենք միլիոններ ենք ծախսում վարչական աշխատավարձերի վրա փշրանքներ, իրական գործողությունների։ Սա այսօր ավարտվում է։ Պատրիսիա անունով մի խորհրդական, էլեգանտ միշտ հաշվարկող, առաջ։ Թեք 6։ Ամենայն հարգանքով դուք ոչնչացնում եք ձեր սեփական հեղինակությունը։ Հիմնադրամը ձեր անունն է կրում։ Ցանկացած սկանդալ ուղղակիորեն անդրադառնում է ձեզ վրա։ Գագիկը նայեց նրան աչքերով, որոնք կինը չճանաչեց։ Նրա մեջ մի տարօրինակ բան կար։ Մի բան, որը նրան անհանգստացնում էր։ Թող անդրադառնա, ասաց նա։ Նախընտրում եմ ընդունել իմ սխալները, քան շարունակել ծածնել, թե բարություն եմ անում, միաժամանակ թույլ տալով, որ ռեսուրսները յուրացվեն։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Գագիկը գիտեր, որ ստորագրում է իր սոցիալական մահվան դատավճիռը։ Երանյան էլիտան դավաճանություններ չէր ներում։ Եվ սեփական հիմնադրամը բացահայտելը հենց դա էր, դավաճանություն այն չգրված օրենքին, որին բոլորը հետում էին։ Բարություն ծածնել, բավականաչափ յուրացնել հարստանալու համար, բայց երբեք հրապարակայնորեն չխոստովանել։ Նրան այլս չէր հետաքրքրում։ Դուք երկու տարբերակ ունեք, շարունակեց նա։ Հարմարվել նոր կանոններին կամ հրաժարական տալ։ Ես կիսատ պրատ լուծումներ չեմ ընդունի։ Ռաֆայելը վեր կացավ, ձայնը դողում էր զսպված զայրույթից։ Դու դրա համար կզղջաս, Գագիկ։ Շատ հզոր մարդիկ են ներգրավված սրա մեջ։ Շատ մարդիկ, ում դուր չի գա բացահայտվելը։ Գագիկը ժպտաց, բայց դա ընկերական ժպիտ չէր։ Դա մի մարդու ժպիտ էր, ով այլս կորցնելու ոչինչ չուներ։ Թող գան, ասաց նա։ Նիստը փակված է։ Խորհրդի անդամները լուր դուրս եկան, ոմանք կատաղած, մյուսները վախեցած։ Գագիկը մենակ մնաց սենյակում, ապակու միջով նայելով քաղաքին։ Գիտեր, որ հենց նոր պատերազմ էր հայտարարել վտանգավոր մարդկանց դեմ։ Գիտեր, որ հետանքներ կլինեն։ Բայց տասնամյակների ընթացքում առաջին անգամ զգում էր, որ ճիշտ բան է անում։ Հեռախոսը թրթռաց։ Ռուբենն էր, Լիլիթի մասին նոր զեկույցով։ Նա բացեց ֆայլը, սկսեց կարդալ։ Աղջիկն ընդլայնել էր իր գործողությունները։ Այժմ այլս մենակ չէր աշխատում։
Կարողացել էր ոգեշնչել այլ երեխաների, նույնիսկ որոշ անօթան մեծահասակների մասնակցել բաժանումներին։ Նրանք մի տեսակ ոչ պաշտոնական փոխօգնության ցանց էին կազմել։ Լիլիթը համակարգում էր ամեն ինչ պարզ հաղորդագրությունների միջոցով, բաժանելով առաջադրանքներ, կազմակերպելով հանդիպման վայրեր, երաշխավորելով, որ ոչ ոք առանց օգնության չմնա։ Եվ այս ամենը դեռ արվում էր կոստյումով մարդու անունից։ Նրա ստեղծած լեգենդը շարունակում էր աճել։ Որոշ մարդիկ սկսում էին անանուն նվիրատվություններ թողնել Լիլիթի նշած կոնկրետ վայրերում։ Փոքր գումարներ, բայց որոնք միասին վերցրած տարբերություն էին ստեղծում։ Խորհրդավոր բարերարի պատմությունը բերնեբերան տարածվում էր ծայրամասային համայնքներում։ Գագիկը 2 անգամ կարդաց զեկույցը։ Այդ աղջիկը կառուցում էր մի բան, որը ոչ մի թանկարժեք խորհրդատու, ոչ մի ռազմավարական պլանավորում, ոչ մի գովազդային արշավ չէր կարող կրկնօրինակել։ Համերաշխության իրական ցանց, հիմնված վստահության ուղղակի գործողության վրա։ Նա վերցրեց հեռախոսը, զանգեց Ռուբենին։ Ուզում եմ ավելացնել անանուն փոխանցումները։ Ոչ շատ, որպեսի ուշադրություն չգրավենք, բայց բավականաչափ, որպեսի նա ավելի կայուն ռեսուրսներ ունենա։ Ռուբենը տատանվեց գծի մյուս կողմում։ Պարոն, ամենայն հարգանքով, մինչ երբ է սա շարունակվելու։ Մինչ երբ եք պահպանելու այս անտեսանելի պաշտպանությունը։ Գագիկը մի պահ մտածեց։ Մինչ որքան անհրաժեշտ լինի։ Նա անում է այն, ինչ ես պետք է անեի տարիներ առաջ։ Նվազագույնը, որ կարող եմ անել, երաշխավորելն է, որ նա կարողանա շարունակել։ Հասկանալի է, պարոն։ Ուրիշ բան։ Այո։ Ուզում եմ իմանալ, թե արդյոք նրան որև վտանգ է սպառնում։ Ցանկացած մարդ, ով կարող է վտանգ ներկայացնել։ Եվ ուզում եմ, որ դա վերահսկվի 24 ժամ։ Կկատարվի։ Գագիկն անջատեց հեռախոսը, մնաց նայելով դրան։ Իր կյանքը տարօրինակ երկվության էր վերածվել։ Ցերեկը քանդում էր կոռումպացված կառույցներ, որոնք ինքն էր օգնել ստեղծել։ Գիշերը պաշտպանում էր մի աղջկա, ով չգիտեր իր գոյության մասին։ Եվ այս ամենի մեջտեղում իր որդին նախատեսում էր հրապարակայնորեն ոչնչացնել իրեն։ Դալիթան Վահեի հետ հանդիպմանը եկավ տեսանելիորեն նյարդայնացած։ Նա մոտ 50 տարեկան մի կին էր, ջերմակած մազերը հավաքած կոկիկ սանրվածքով, ձեռքերը տասնամյակների ֆիզիկական աշխատանքից կոշտացած։ Նստեց փոքրիկ բարի պլաստմասե աթոռին, որտեղ պայմանավորվել էին, շուրջը նայելով, ասես սպասում էր, որ իրեն հետում են։ Վահեն նրա համար հյութ պատվիրեց, սպասեց, որ հանգստանա։ Ինչ է կատարվում, Դալիթա։ Ձեր հաղորդագրությունն ինձ անհանգստացրեց։ Նա միանգամից խմեց հյութի կեսը, ասես քաջության կարիք ուներ։ Հայրդ ամեն ինչ փոխում է, Վահե։ Անցած շաբաթ տնօրենների կեսին աշխատանքից հանեց։ Դրսից աուդիտորներ բերեց։ Ծախսեր է կրճատում, պայմանագրեր փոխում, ամեն ինչի մասին մանրամասն հաշվետվություններ է պահանջում։ Երբեք նրան այսպիսին չեմ տեսել։ Վահեն խոժոռվեց։ Սա չէր համապատասխանում նրա սպասելիքներին։ Նա փորձում է յուրացումները թաքցնել։ Դալիթան գլուխը թափահարեց։ Այդպես չի թվում։ Թվում է, թե նա հիմա է բացահայտում յուրացումները բոլորի վրա կատաղած է։ Ռաֆայել Սամվելյանին աշխատանքից հանեց, պատկերացնում ես։ Այդ մարդն այնտեղ էր սկզբից ի վեր։ Վահեն ճանաչում էր Ռաֆայելին։ Հիմնադրամի հենասյուներից մեկը։ Հզոր լավ կապեր ունեցող մարդ։ Եթե Գագիկը հեռացրել էր այդ մակարդակի մեկին, ապա շատ լուրջ բան էր կատարվում։ Եվ էլի բան կա, շարունակեց Դալիթան, ձայն իջեցնելով։ Հայրդ շատ ժամանակ է ծախսում անօթան մարդկանց մասին հաշվետվություններ նայելու վրա։ Լիարժեք տեղեկանքներ է պահանջել աջակցության ծրագրերի, նրանց բնակության վայրերի, հիմնական կարիքների մասին։ Նա երբեք դրանով չի հետաքրքրվել։ Վահեն զգաց շփոթության անվստահության խառնուրդ։ Հայրը հանկարծ հետաքրքրված է անօթան բնակչության մանրամասներով։ Սա բացարձակապես անիմաստ էր։ Կարծում եք, դա ինչ-որ նոր նախագիծ է։ Իր իմիջը բարելավելու համար ինչ-որ բան։ Դալիթան ուսերը թոթվեց։ Չգիտեմ։ Բայց բեմադրություն չի թվում։ Իրական է թվում։ Ես 5 տարի է նրա սենյակն եմ մաքրում, Վահե։ Գիտեմ, երբ է նա ծածնում, երբ է լուրջ։ Եվ հիմա նա լուրջ է։ Վահեն լուռ մնաց, մտածելով։
Նրա ամբողջ հետաքննությունը հիմնված էր այն ենթադրության վրա, որ Վարդանյան հիմնադրամը կոռումպացված է, որովհետև Գագիկը կոռումպացված է։ Բայց ինչ, եթե նա սխալվում էր։ Ինչ, եթե հայրն իսկապես փորձում էր փոխվել։ Ոչ, անմիջապես մտածեց նա։ Դա հնարավոր չէ։ Գագիկ Վարդանյանի նման մարդիկ չեն փոխվում։ Նրանք միայն հարմարվում են, երբ դա ձեռնտու է։ Բայց կասկածը, փոքր, բայց համար, արդեն բույն էր դրել։ Կարող եք ինձ բերել նոր փաստաթղթերը։ Այն հաշվետվությունները, որոնք նա պահանջում է անօթան բնակչության մասին։ Դալիթան տատանվեց։ Վահե, ես չեմ ուզում աշխատանքս կորցնել։ Ձեր հոդվածը կործանելու է այս ամենը։ Եթե ինձ բացահայտեն, ես ձեզ կպաշտպանեմ, խոստացավ նա։ Ձեր անունը երբեք չի հայտնվի։ Բայց ես պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում։ Նա հոգոց հանեց, հոգնած։ Կտեսնեմ, թե ինչ կարող եմ անել։ Բայց ինձ մի բան խոստացեք։ Եթե պարզեք, որ հայրն իսկապես փորձում է լավ բան անել, երկու անգամ կմտածեք հրապարակելուց առաջ։ Վահեն անմիջապես չպատասխանեց։ Նրա մեջի լրագրողն ասում էր, որ ճշմարտությունը պետք է բացահայտվի, անկախ համատեքստից։ Բայց նրա մեջի որդին, այն մասը, որը դեռ ինչ-որ հույս էր փայփայում հոր նկատմամբ, վստահ չէր։ Կմտածեմ, միայն դա կարողացավ ասել։ Մինչ Վահեն զբաղված էր իր սեփական հակասություններով, Լիլիթը քաղաքային գրադարանում էր, նստած մի լուռ անկյունում, իր կոտրված հեռախոսը միացրած փոխառված լիցքավորիչին։ Նա թերթում էր սոցիալական ծրագրերի կայքերը, նշում սննդի բաշխման հասցեներն ու ժամերը, քարտեզագրում ավելի շատ մարդկանց օգնելու հնարավորությունները։ Տիկին Սոնա անունով մի գրադարանավարուհի, ով Լիլիթին ճանաչում էր ամիսներ շարունակ, մոտեցավ բարի ժպիտով։ Լիլիթ, քեզ համար ուտելիք եմ բերել։ Պանրով սենդվիչ հյութ։ Աղջիկը վեր նայեց, նրա մուգ աչքերը փայլում էին անկեղծ երախտագիտությամբ։ Շատ շնորհակալ եմ, տիկին Սոնա։ Բայց ես չեմ կարող ընդունել առանց փոխհատուցելու։ Թույլ տվեք ձեզ ինչ-որ բանով օգնել։ Տիկին Սոնան ցածրաձայն ծիծաղեց։ Դու ինձ արդեն օգնում ես պարզապես քո գոյությամբ, աղջիկս։ Հիշեցնում ես, որ աշխարհում դեռ լավ մարդիկ կան։ Լիլիթն ընդունեց ուտելիքը, բայց սենդվիչի կեսը դրեց իր պատառոտված ուսապարկի մեջ։ Տիկին Սոնան գիտեր, որ նա դա կպահի, հետո ինչ-որ մեկի հետ կիսելու համար։ Աղջիկն այդպիսին էր։ Երբեք ոչինչ միայն իր համար չէր պահում։ Կարող եմ մի հարց տալ, ասաց տիկին Սոնան, նստելով նրա կողքին։ Իհարկե։ Որտեղից ես այդ ուժը վերցնում։ Դու ընդամենը երեխա ես, փողոցում ես ապրում, ոչ ոք քեզ չի խնամում։ Պետք է մտածեիր գոյատելու մասին, ոչ թե ուրիշներին օգնելու։ Լիլիթը մի պահ լուռ մնաց, դանդաղ ծամելով սենդվիչը։ Երբ վերջապես պատասխանեց, ձայնը ցածր էր, բայց հաստատուն։ Երբ ավելի փոքր էի, մայրս ու ես շատ դժվար վիճակում էինք։ Ուտելիք չկար, ոչինչ չկար։ Եվ հանկարծ օգնություն հայտնվեց։ Սննդի զամբյուղ, մի քիչ փող։ Չգիտեմ, թե որտեղից, միայն գիտեմ, որ դա մեզ փրկեց այդ պահին։ Մայրս ասաց, որ դա հրեշտակ էր։ Ես նախընտրում եմ մտածել, որ դա մի լավ մարդ էր, ով որոշել էր օգնել, առանց փոխարենը որևէ բան ակնկալելու։ Իսկ կոստյումով մարդը, հարցրեց տիկին Սոնան, արդեն լսելով Լիլիթի ստեղծած լեգենդի մասին։ Աղջիկը ժպտաց, մի տխուր, բայց հուսադրող ժպիտով։ Դա իմ հավատալու ձն է, որ այդ մարդը դեռ գոյություն ունի։ Որ դեռ օգնում է։ Եվ եթե ես շարունակեմ անել այն, ինչ նա արեց, գուցե ավելի շատ մարդիկ էլ հավատան։ Եվ հետո ավելի շատ մարդիկ կօգնեն։ Դա շղթա է։ Տիկին Սոնան զգաց, թե ինչպես են աչքերը խոնավանում։ Դու 12 տարեկան ես աշխարհն ավելի լավ ես հասկանում, քան իմ ճանաչած մեծահասակների մեծ մասը։ Լիլիթն ուսերը թոթվեց։ Ես աշխարհը չեմ հասկանում։ Միայն գիտեմ, որ ավելի քիչ է ցավում, երբ մենք հոգ ենք տանում միմյանց մասին։ Այս պարզ նախադասությունը ասված մեկի իմաստությամբ, ով չափազանց շատ ցավ էր տեսել այդքան փոքր տարիքում, արձագանքում էր տիկին Սոնայի մտքում մնացած օրվա ընթացքում։ Այդ գիշեր Գագիկն արեց մի բան, որը տարիներ շարունակ չէր արել։ Նորից դուրս եկավ քայլելու փողոցներով։ Բայց այս անգամ ոչ միայն դիտելու, մասնակցելու։ Նա հագավ հասարակ հագուստ, ջինս սովորական վերնաշապիկ, ոչինչ, որը կմատներ նրա միլիարդատեր լինելը։
գլխարկ դրեց, դեմքը թաքցնելու համար։ Եվ գնաց այն շրջանը, որտեղ Լիլիթը սովորաբար իր բաժանումներն էր անում։ Մոտեցավ մի ծածկի, որտեղ մի քանի մարդ էր քնած։ Նախապես գնել էր տուփերով ուտելիք մի էժան ճաշարանից էժան ծածկոցներ, թաղամասի խանութից։ Դրանք թանկ իրեր չէին, բայց օգտակար էին։ Եվ հենց դա էլ նա բաժանեց։ Մարդիկ սկզբում նրան կասկածանքով էին նայում։ Բայց երբ հասկացան, որ օգնությունն անկեղծ է, առանց երկրորդ մտքի սկսեցին ընդունել։ Ոմանք շնորհակալություն հայտնեցին խոսքերով։ Մյուսները պարզապես գլխով արեցին։ Մի տարեց պապիկ բռնեց նրա ձեռքը ասաց. «Աստված օրհնի քեզ, տղաս»։ Գագիկը կոկորդում գունդ զգաց։ Տասնամյակներ շարունակ ոչ ոք իրեն տղաս չէր ասել։ Ոչ ոք անկեղծ ջերմությամբ չէր բռնել իր ձեռքը։ Ոչ ոք իրեն չէր նայել որպես մարդու, այլ միայն որպես ընկերության, որպես փողի, որպես իշխանության։ Այնտեղ, հագնված ինչպես բոլորը, նա պարզապես մի մարդ էր, որն օգնում էր մյուսին։ Եվ դա ազատագրող էր այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Երբ ավարտեց բաժանումները, հեռվից տեսավ Լիլիթին։ Նա նույնպես իր շրջայցերն էր անում, խոսում մարդկանց հետ, բաժանում այն, ինչ կարողացել էր գնել։ Նա թաքնվեց սյան հետում, հետելով։ Աղջիկը մոտեցավ մի երիտասարդ կնոջ, ով երեխա էր գրկել։ Լիլիթը տվեց մի տուփ կաթի փոշի տակ դիրներ։ Կինը սկսեց լաց լինել, փորձեց գրկել նրան, բայց Լիլիթը նրբորեն հետ քաշվեց, ժպտալով։ «Կոստյումով մարդուց է», ասաց նա։ Նա խնդրեց, որ ձեզ փոխանցեմ։ Կինը շուրջը նայեց, ասես սպասում էր ինչ-որ մեկին տեսնել։ Ո՞վ է նա։ Որտե՞ղ է։ Լիլիթը ժպտաց։ Նա չի սիրում եռալ։ Բայց միշտ մոտակայքում է, հոգ է տանում։ Գագիկը, թաքնված մի քանի մետր հեռավորության վրա, զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Նա ճիշտ էր։ Ինքը հիմա միշտ մոտակայքում էր, թե աղջիկը չգիտեր։ Երբ Լիլիթը հեռացավ, Գագիկը զգուշորեն հետեց նրան, հեռավորություն պահպանելով։ Ուզում էր համոզվել, որ նա անվտանգ կհասնի այնտեղ, որտեղ քնելու էր։ Եվ մինչ քայլում էր Երանի մութ փողոցներով, առանց տեսնվելու պաշտպանելով մի աղջկա, ով իրեն փոխել էր, չիմանալով, Գագիկը մի հիմնարար բան հասկացավ։ Ինքը երբեք կոստյումով մարդը չի եղել։ Ինքը պարզապես մեկն էր, ով փորձում էր արժանի դառնալ այն առասպելին, որը նա ստեղծել էր։ Լիլիթը հասավ այն ծածկին, որտեղ քնում էր, մի նեղ, բայց համեմատաբար պաշտպանված տարածք։ Նա փաթաթվեց բարակ ծածկոցով, փակեց աչքերը։ Գագիկը հեռվից հետում էր, մինչ համոզվեց, որ նա անվտանգ է։ Հետո վերադարձավ տուն, ժամերով քայլելով քնած քաղաքով, մտածելով այն ամենի մասին, ինչ պետք է փոխեր։ Այն ամենի մասին, ինչ արդեն փոխվել էր։ Երբ հասավ ձեղնահարկ, արդեն առավոտյան 3-ն էր անց։ Երկար լոգանք ընդունեց, թույլ տալով, որ տաք ջուրը լվանա փողոցների կեղտը, խորհրդանշականորեն իր նախկին կյանքի կեղտը։ Պառկեց հսկայական մահճակալին, նայելով առաստաղին։ Եվ տարիների ընթացքում առաջին անգամ քնեց առանց կեղծիքի ծանրության, որը ջզվում էր կուրծքը։ Հաջորդ օրը Վահեն Դալիթայից մի փաթեթ ստացավ։ Ներսում Գագիկի պատվիրած վերջին հաշվետվությունների պատճեններն էին։ Ուսումնասիրություններ Երանում անօթան բնակչության մասին։ Արդյունավետ սոցիալական ծրագրերի վերլուծություններ այլ քաղաքներում։ Ցածր արժեքով բարձր ազդեցությամբ ուղղակի գործողությունների առաջարկներ։ Վահեն ամեն ինչ կարդաց աճող ուշադրությամբ։ Դա թատրոն չէր։ Մարքեթինգային արշավ չէր։ Դա իրական, մանրամասն հետազոտություն էր, լուսանցքներում Գագիկի ձեռագիր նշումներով։ Հարցեր։ Մտորումներ։ Հիմնադրամի սխալների մասին խիստ ինքնաքննադատություն։ Նա փակեց վերջին փաստաթուղթը, մնաց նայելով իր փոքրիկ բնակարանի պատին։ Հոր մասին իր ամբողջ պատմությունը փլուզվում էր։ Նա պատրաստել էր կործանարար հոդված կոռուպցիայի կեղծավորության մասին։ Բայց ինչ, եթե իրական պատմությունն ավելի բարդ էր։ Ինչ, եթե այն քավության մասին էր։ Վերցրեց հեռախոսը, զանգեց Մհերին։ Ինձ ավելի շատ ժամանակ է պետք հրապարակելուց առաջ։ Մհերը մյուս կողմից հոգոց հանեց։ Վահե, դու ամիսներ շարունակ դրա վրա ես աշխատում։ Հիմա ի՞նչն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ այլս չգիտեմ, թե որն է ճշմարտությունը։
Եվ հետո հետաքննությունը սկսելուց ի վեր առաջին անգամ Վահե Վարդանյանը քննարկեց այն հնարավորությունը, որ գուցե իր հորն այնքան էլ լավ չի ճանաչում, որքան կարծում էր։ Եվ այս ամենի կենտրոնում չիմանալով, որ ինքը երկու հզոր կյանքերում խորը փոփոխությունների կատալիզատոր է, Լիլիթ Մանուկյանը շարունակում էր իր լուռ առաքելությունը, հավատալով մի խորհրդանիշի, որն ինքն էր ստեղծել, չպատկերացնելով, որ այդ խորհրդանիշն այժմ հուսահատորեն փորձում էր իրական դառնալ։ Հաջորդած շաբաթները լուռ փոխակերպման շրջան էին։ Գագիկ Վարդանյանը հրապարակայնորեն չհայտարարեց իր անձնական փոփոխությունների մասին, հուզիչ հարցազրույցներ չտվեց գիտակցության զարթոնքի մասին։ Պարզապես սկսեց այլ կերպ ապրել։ Եվ այդ տարբերությունը նուրբ, բայց մշտական սկսեց արձագանքել այնպիսի ձերով, որոնք նույնիսկ ինքը չէր կանխատեսել։ Վարդանյան հիմնադրամի վերակառուցումն առաջ էր ընթանում սպասելի դիմադրությամբ։ Աշխատանքից հեռացված նախկին խորհրդի անդամները Երանյան էլիտայի շրջանում լուրեր էին տարածում։ Ասում էին, որ Գագիկը նյարդային խանգարում ունի, որ կորցրել է վերահսկողությունը, որ ընդամենը ժամանակի հարց է, մինչ նրա ֆինանսական կայսրությունը նույնպես կփլուզվի իր անկանոն որոշումների տակ։ Բայց Գագիկը չէր տատանվում։ Նոր համակարգողներ վարձեց, մարդիկ, որոնք գալիս էին հենց այն համայնքներից, որոնց հիմնադրամն իբր ծառայում էր։ Մարդիկ, որոնք կարիքը գիտեին ոչ թե որպես վերացական հասկացություն, այլ որպես ապրված փորձ։ Ներդրեց հանրային հաշվետվողականության համակարգ, որտեղ նվիրաբերված յուրաքանչյուր լուման կարելի էր հետել առցանց։ Եվ կիսով չափ կրճատեց հիմնադրամից ստացվող իր սեփական խորհրդանշական աշխատավարձը, տարբերությունն ուղղորդելով ուղղակի գործողություններին։ Արդյունքները սկսեցին եռալ։ Փոքր, բայց իրական։ Ընտանիքներ, որոնք ստանում էին սննդի զամբյուղներ, որոնք իրոք հասնում էին նրանց։ Երեխաներ, որոնք տեղեր էին ստանում հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մանկապարտեզներում, առանց միջնորդներին կաշառք տալու։ Անօթան տարեցներ, որոնք ուղղորդվում էին արժանապատիվ կացարաններ։ Եվ այս ամենը, մինչ Գագիկը պահպանում էր իր զուսպ հսկողությունը Լիլիթի նկատմամբ։ Աղջիկը շարունակում էր իր անխախտ առօրյան։ Վաղ էր արթնանում, նույնիսկ առանց զարթուցիչի, մարմինն արդեն սովոր արի ռիթմին։ Լվացվում էր հանրային զուգարաններում, միշտ զգուշությամբ, հիգիենան պահպանելու համար, նույնիսկ անբարենպաստ պայմաններում։ Առավոտներն անցկացնում էր գրադարաններում, սովորում անվճար համացանցի միջոցով, սովորում բաներ, որոնք ոչ մի պաշտոնական դպրոց իրեն չէր սովորեցրել։ Նրա գործողությունները մասշտաբ էին ձեռք բերում։ Նրա ստեղծած ցանցը, որը սկզբում ընդամենը մի քանի երեխաներ ու մեծահասակներ էին, այժմ տասնյակ մարդկանց էր հաշվում։ Ինքնաբուխ կամավորներ, որոնք ոգեշնչվում էին կոստյումով մարդու գաղափարից ուզում էին կրկնօրինակել այդ բարությունը։ Ոմանք նվիրատվություններ էին թողնում կոնկրետ վայրերում։ Մյուսներն իրենց հմտություններն էին առաջարկում։ Նախկին վարսավիր, ով անվճար մազեր էր կտրում փողոցում ապրողների համար, թոշակառու դերձակուհի, ով հագուստ էր նորոգում, գործազուրկ ուսուցիչ, ով ոչ պաշտոնական հայերենի մաթեմատիկայի դասեր էր տալիս անօթան երեխաներին։ Լիլիթը համակարգում էր ամեն ինչ մի իմաստությամբ, որը հակասում էր իր տարիքին։ Նա հասկանում էր մարդկանց։ Գիտեր, ով էր վստահելի, ով ոչ։ Կարիքները բացահայտում էր նախքան դրանց արտահայտվելը։ Ստեղծել էր, առանց որե կառավարման դասընթացի, առանց որե պաշտոնական մենթորի, մի հորիզոնական կազմակերպություն, որն ավելի արդյունավետ էր, քան շատ կառուցվածքային ՀԿ-ներ։ Եվ այս ամենն անում էր մի առասպելի անունից։ Նրա հորինած կոստյումով մարդը շարունակում էր աճել, ստանալով սեփական գծեր հավաքական երակայության մեջ։ Որոշ մարդիկ ասում էին, թե տեսել են նրան։ Մյուսները երդվում էին, որ նա զղջացող գործարար է։ Ուրիշները կարծում էին, որ նա քաղաքական գործիչ է, որը փորձում է խիղճը մաքրել։ Ոչ ոք չգիտեր ճշմարտությունը։ Բացի Գագիկից։ Եվ նա, պարադոքսալ կերպով, դառնում էր այն սուտը, որը Լիլիթը ստեղծել էր։ Ամեն գիշեր, երբ քողարկված դուրս էր գալիս անձամբ օգնելու։ Ամեն որոշման հետ, որը կայացնում էր, առաջնահերթություն տալով իրական ազդեցությանը շահույթի նկատմամբ։ Ամեն անգամ, երբ ընտրում էր լսել, այլ ոչ թե հրամայել։ Ռուբենը, նրա անվտանգության պետը, սկսեց կասկածի տակ դնել այդ իրավիճակի կայունությունը։ Պարոն, ասաց նա մի օր Լիլիթի մասին ամենօրյա զեկույցներից մեկի ժամանակ, սա չի կարող անվերջ շարունակվել։ Աղջիկն ուշադրություն է գրավում։ Սոցիալական ցանցերում մարդիկ խոսում են կոստյումով մարդու մասին։ Ի վերջո, ինչ-որ մեկը կուզենա իմանալ, թե ով է նա իրականում։
Գագիկը կանգնած էր գրասենյակի պատուհանի մոտ, նայելով քաղաքին։ Իսկ դու ինչ ես առաջարկում։ Որ դուք հեռու մնաք։ Որ թողնեք նրան գնա իր ճանապարհով։ Դուք արդեն փոփոխություններ եք արել հիմնադրամում։ Արդեն ռեսուրսներ եք վերաուղղորդել։ Դա արդեն ավելին է, քան շատերը կանեին։ Գագիկը շրջվեց նրան նայելու։ Կարծում ես, սա դրա մասին է։ Որ ես ինձ լավ զգամ։ Ռուբենը տատանվեց։ Անկեղծ ասած, պարոն, այլս չգիտեմ, թե ինչի մասին է։ Միայն գիտեմ, որ դուք էմոցիոնալ կերպով ներգրավվում եք մի իրավիճակի մեջ, որը կարող է պայթել անկանխատեսելի ձևով։ Գագիկը նստեց, տասնամյակների բացարձակ վերահսկողության ծանրությունը կարծես վերջապես ճզմում էր նրան։ Դու ճիշտ ես։ Սա կարող է պայթել։ Հավանաբար կպայթի։ Բայց կյանքումս առաջին անգամ, Ռուբեն, ես մի բան եմ անում, որը կարևոր է։ Մի բան, որը փողի, իշխանության կամ կարգավիճակի մասին չէ։ Եվ ես չեմ դադարելու։ Ռուբենը գլխով արեց, ոչ համաձայնելով, ոչ էլ առարկելով։ Հասկանալի է, պարոն։ Կշարունակեմ զեկույցները։ Երբ մենակ մնաց, Գագիկը համակարգչում մի ֆայլ բացեց։ Դա մի փաստաթուղթ էր, որը նա գրում էր օրեր շարունակ։ Նամակ։ Չգիտեր, թե արդյոք երբեք ունենա այն հանձնելու քաջությունը, բայց գրելն օգնում էր կարգի բերել իր մտքի քաոսը։ Լիլիթ, սկսվում էր նամակը, դու ինձ չես ճանաչում։ Չգիտես անունս, չգիտես պատմությունս։ Բայց ես քեզ ճանաչում եմ։ Ճանաչում եմ քո քաջությունը, քո բարությունը, քո անհավանական ուժը մի աշխարհի դեմ, որը քեզ այդքան քիչ է տվել։ Դու ստեղծել ես մի խորհրդանիշ, չիմանալով, որ այդ խորհրդանիշն ինձ կփրկեր։ Կփրկեր ինձ դառնալուց այնքան դատարկ մարդ, որ նույնիսկ ես ինձ չէի ճանաչի հայելու մեջ։ Կոստյումով մարդը գոյություն ունի, որովհետև դու հավատացել ես նրան։ Եվ հիմա ես հուսահատորեն փորձում եմ արժանի դառնալ այդ հավատին։ Նա դադարեց գրել, մատները սառած ստեղնաշարի վրա։ Ոչ։ Սա չափազանց վեհ էր հնչում։ Լիլիթը պետք չէր գրեր որը մեկին փրկելու բեռը։ Նա ընդամենը մի երեխա էր, որը փորձում էր գոյատել, այդ ընթացքում բարի լինել։ Արդար չէր նրա նուրբ ուսերին դնել մի միլիարդատիրոջ քավության պատասխանատվությունը։ Նա ջնջեց ֆայլը։ Եթե երբե նրան ինչ-որ բան ասելու լիներ, անձամբ կասեր։ Առանց դրամատիկ նամակների։ Պարզապես ճշմարտությունը։ Մինույն ժամանակ, քաղաքի մյուս կողմում, Վահե Վարդանյանը խորը երկընտրանքի մեջ էր։ Նրա հետաքննական հոդվածը պատրաստ էր։ Ամիսների աշխատանք, տասնյակ աղբյուրներ, անհերքելի փաստաթղթեր։ Բայց հիմա, Դալիթայի հաղորդած վերջին փոփոխություններով Գագիկի կեցվածքի իրական փոփոխությունը հաստատող փաստաթղթերով, Վահեն այլս չգիտեր, թե ինչ անի։ Հոդվածը հրապարակելը դեռ կործանարար կլիներ։ Անցյալի յուրացումները փաստաթղթավորված էին։ Հիմնադրամի կառուցվածքային կոռուպցիան իրական էր։ Բայց անտեսել այն համատեքստը, որ Գագիկն ակտիվորեն ուղղում էր այդ սխալները, լրագրողական տեսանկյունից անազնիվ կլիներ։ Նա հանդիպում նշանակեց Մհերի հետ իր աշխատած լրատվական կայքի խմբագրությունում։ Սենյակը դատարկ էր, միայն իրենք երկուսն էին հին օթորակիչների ձայնը։ Խորհրդի կարիք ունեմ, սկսեց Վահեն։ Եվ պետք է, որ ազնիվ լինես, նույնիսկ եթե ցավեցնի։ Մհերը ձեռքերը խաչեց, արտահայտությունը լուրջ։ Ասա։ Վարդանյան հիմնադրամի մասին իմ հոդվածը բացահայտում է իրական կոռուպցիա։ Հաստատված յուրացումներ։ Բայց ես պարզել եմ, որ հայրս սկսել է խորը փոփոխություններ անել հենց այն ժամանակ, երբ ես ավարտում էի հետաքննությունը։ Չգիտեմ, նա պարզել է, որ ես հետաքննում եմ փորձում է պաշտպանվել, թե դա իրական է։ Իսկ քո ինտուիցիան ինչ է ասում, հարցրեց Մհերը։ Վահեն ձեռքը տարավ մազերի միջով, հիասթափված։ Չգիտեմ։ Ուզում եմ հավատալ, որ դա պարզապես ինքնապաշտպանություն է։ Ավելի հեշտ կլիներ։ Բայց աղբյուրից բերած փաստաթղթերը ցույց են տալիս ինքնաքննադատության փոփոխության մի մակարդակ, որը բեմականացված չի թվում։ Ուրեմն դու երկու տարբերակ ունես, ասաց Մհերը։ Հրապարակում ես հոդվածը, կենտրոնանալով կոռումպացված անցյալի վրա նշում վերջին փոփոխությունները որպես վնասի վերահսկման փորձ։ Կամ մի քիչ էլ սպասում ես, տեսնում, թե արդյոք փոփոխությունները կայուն են, հետո որոշում։ Վահեն գիտեր, որ Մհերը ճիշտ է։
Բայց կար մի երրորդ տարր, որը նա դեռ չէր նշել։ Մի անձնական տարր, որն ամեն ինչ բարդացնում էր։ Էլի բան կա, ասաց նա։ Պարզել եմ, որ հայրս մանրամասն ուսումնասիրում է անօթան բնակչության համար նախատեսված ծրագրեր։ Եվ կա մի աղջիկ, մի անօթան երեխա, որը նրա հաշվետվություններում պարբերաբար հայտնվում է։ Մհերը խոժոռվեց։ Ինչպես թե հայտնվում է։ Մանրամասները չգիտեմ։ Միայն գիտեմ, որ նա հետում է նրա գործողություններին։ Եվ դա անիմաստ է այն մարդու համար, ում ես կարծում էի, թե ճանաչում եմ։ Կարծում ես, նա աղջկան օգտագործում է ինչ-որ մարքեթինգային արշավի համար։ Վահեն դանդաղ գլուխը թափահարեց։ Ոչ։ Հաշվետվությունները գաղտնի են, ներքին։ Եթե մարքեթինգ լիներ, արդեն կհոսեր մամուլ։ Սա ուրիշ բան է։ Ուրեմն գնա դրա հետից, ասաց մհերը։ Պարզիր, թե ինչ է կատարվում, նախքան հրապարակելը։ Որովհետև եթե դու հրապարակայնորեն ոչնչացնես հորդ հետո պարզես, որ նա իրոք փորձում էր փոխվել, դու քեզ երբեք չես ների։ Այդ խոսքերը ուժգին հարվածեցին Վահեին։ Նա տարիներ շարունակ զայրույթ էր կուտակել հոր նկատմամբ։ Զայրույթ էմոցիոնալ լքվածության սառնության, փողի նկատմամբ մոլուցքի համար, որը ոչնչացրել էր ընտանեկան իրական հարաբերությունների ցանկացած հնարավորություն։ Այդ հոդվածը հրապարակելը կլիներ վրեժ, քողարկված հետաքննական լրագրության տակ։ Բայց ինչ, եթե դա միայն դա չէր։ Ինչ, եթե դա նա հնարավորություն էր վերջապես հասկանալու, թե ով է Գագիկ Վարդանյանն իրականում։ Ավելի շատ կհետաքննեմ, որոշեց նա։ Պետք է ճանաչեմ այդ աղջկան։ Պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում։ Մհերը գլխով արեց։ Եվ դա կանես որպես լրագրող, թե որպես որդի։ Վահեն պատասխան չուներ։ Լիլիթը նստած էր այգու նստարանին, ուտելիքը կիսում էր իրենից էլ փոքր մի աղջկա հետ, մոտ 8 տարեկան Յուլիա անունով մի երեխայի, ով նույնպես փողոցում էր ապրում։ Յուլիան մեծ ու վախեցած աչքեր ուներ, ասես սպասում էր, որ աշխարհն իրեն ցավեցնի ցանկացած պահի։ Դանդաղ կեր, նրբորեն ասաց Լիլիթը։ Վատ կլինի, եթե շատ արագ ուտես։ Յուլիան հնազանդվեց, բայց աչքերը հացից չէր կտրում։ Նա ուներ մեկի հայացքը, ով չգիտեր, թե երբ կլինի հաջորդ կերակուրը։ Կարդալ գիտես, հարցրեց Լիլիթը։ Յուլիան գլուխը թափահարեց։ Վաղուց դպրոց չեմ գնում։ Ուրեմն ես քեզ կսովորեցնեմ։ Ամեն օր այստեղ կհանդիպենք, ու ես քեզ մի քիչ կսովորեցնեմ։ Լավ։ Յուլիայի աչքերը վերջապես լուսավորվեցին։ Իսկապես։ Իսկապես։ Որովհետև երբ կարդալ իմանաս, կկարողանաս ամեն ինչ ինքնուրույն սովորել։ Եվ հետո ոչ ոք այլս չի կարողանա քեզ խաբել։ Այսպիսի փոխազդեցությունն էր բնորոշում Լիլիթին։ Նա ոչ միայն սնունդ էր բաժանում։ Նա արժանապատվություն էր բաժանում։ Ոչ միայն նյութապես էր օգնում։ Օգնում էր մարդկանց իրենց տեսնել ավելին, քան իրենց հանգամանքները։ Մի քանի նստարան այն կողմ նստած մի տարեց կին արցունքոտ աչքերով հետում էր տեսարանին։ Նա ամաչկոտ մոտեցավ։ Ներողություն, որ խառնվում եմ, ասաց նա։ Բայց դուք կոստյումով մարդու աղջիկն եք։ Լիլիթը զարմացած վեր նայեց։ Ես կարևոր մարդ չեմ։ Պարզապես նրա համար բաժանումներ եմ անում։ Կինը ծնկի իջավ, հասնելով Լիլիթի աչքերի բարձրությանը։ Դու փրկեցիր իմ թոռնիկին։ Նա այն տղան է, այնտեղ, Սահարանում խաղում է։ Նա շատ հիվանդ էր, ես դեղի փող չունեի։ Եվ հանկարծ դու հայտնվեցիր հենց այն դեղերով, որոնք նրան պետք էին։ Ինչպես գիտեիր։ Լիլիթը մշուշոտ հիշում էր։ Մի քանի շաբաթ առաջ տեսել էր մի հուսահատ կնոջ, որը պոլիկլինիկայում օգնություն էր խնդրում։ Լսել էր բժշկի նշանակած դեղի անունը։ Գնել էր իր հավաքած փողով անանուն հանձնել։ Ես պարզապես լսեցի օգնեցի, պարզ ասաց նա։ Կինը ուժգին բռնեց Լիլիթի ձեռքը։ Դու հրեշտակ ես։ Լիլիթը նրբորեն, բայց հաստատուն հետ քաշեց ձեռքը։ Ես հրեշտակ չեմ։ Ես պարզապես մեկն եմ, ում մի անգամ օգնել են, հիմա փորձում եմ փոխհատուցել։ Բայց կինն արդեն հեռանում էր, թոռնիկին ձեռքից բռնած, Լիլիթին նայելով, ասես սրբության լիներ նայում։ Յուլիան, դեռ հացը ծամելով, հարցրեց. Ճիշտ է, որ կոստյումով մարդ գոյություն ունի։ Լիլիթը ժպտաց, մի հոգնած, բայց անկեղծ ժպիտով։
Ես հավատում եմ, որ այո։ Նույնիսկ եթե երբեք նրան չեմ տեսել, ես հավատում եմ։ Եվ այդ պահին, առանց իմանալու, նա ճիշտ էր։ Որովհետև Գագիկ Վարդանյանն այնտեղ էր։ Այգու մյուս կողմում։ Թաքնված թերթի հետում, քողարկված հասարակ հագուստով մուգ ակնոցներով։ Հետում էր։ Պաշտպանում էր։ Սովորում էր։ Նա տեսավ Յուլիայի հետ փոխազդեցությունը։ Տեսավ շնորհակալ կնոջը։ Տեսավ, թե ինչպես է Լիլիթը խուսափում գովասանքից, ասես դա այրող բան լիներ։ Եվ հասկացավ, ցավալի պարզությամբ, որ նա իր ճիշտ հակապատկերն է։ Մինչ ինքը մի ամբողջ կյանք կառուցել էր ճանաչում փնտրելով, նա փախչում էր դրանից։ Մինչ ինքը կեղծ արժանինքներ էր կուտակել, նա իրական արժանինքներ էր բաժանում, դրանք վերագրում մի ուրվականի։ Երբ Լիլիթն ու Յուլիան վեր կացան գնալու, Գագիկը հեռվից հետեց նրանց։ Ոչ թե միջամտելու։ Պարզապես համոզվելու, որ նրանք անվտանգ են։ Բայց նա միակը չէր, որ հետում էր Լիլիթին։ Վահե Վարդանյանը նույնպես այնտեղ էր։ Այգու մյուս կողմում։ Հետում էր այն աղջկան, որը հայտնվում էր հոր գաղտնի հաշվետվություններում։ Փորձում էր հասկանալ կապը։ Եվ երբ տեսավ, թե ինչպես է Լիլիթն օգնում Յուլիային, երբ ականատես եղավ շնորհակալ կնոջ հետ տեսարանին, երբ լսեց, թե ինչպես է աղջիկը նշում կոստյումով մարդուն, մի բան իր մտքում տեղը ընկավ։ Նա լսել էր այդ քաղաքային լեգենդի մասին։ Մի պատմություն, որը շրջանառվում էր ծայրամասերում խորհրդավոր բարերարի մասին։ Երբեք ուշադրություն չէր դարձրել, կարծելով, թե դա պարզապես հերթական ժողովրդական առասպելն է։ Բայց հիմա, տեսնելով Լիլիթին գործի մեջ, հասկացավ, որ այնտեղ իրական բան կա։ Մի բան, որին հայրը մոլուցքով հետում էր։ Վահեն որոշեց, որ պետք է խոսի աղջկա հետ։ Ոչ որպես լրագրող։ Ոչ որպես Գագիկի որդի։ Այլ որպես մեկը, ով փորձում է հասկանալ մի ճշմարտություն, որը կարծես սահում էր մատների արանքից։ Նա զգուշորեն մոտեցավ, երբ Լիլիթը մենակ էր, Յուլիայի գնալուց հետո։ Նա նկատեց նրա ներկայությունը, նայեց նրան իր բնորոշ ուշադրությամբ։ Նրա աչքերը խելացի էին, կասկածամիտ, բայց ոչ թշնամական։ Բար, ասաց Վահեն, փորձելով անկաշկանդ հնչել։ Կարող եմ մի րոպե խոսել ձեզ հետ։ Լիլիթը ձեռքերը խաչեց։ Դուք սոցիալական աշխատողի տեսք չունեք, վաճառողի տեսք էլ չունեք։ Ինչ եք ուզում։ Վահեն քիչ մնաց ժպտար։ Աղջիկն ուղղամիտ էր։ Ուզում եմ հասկանալ կոստյումով մարդու մասին։ Այն աշխատանքի մասին, որը դուք անում եք։ Ինչո՞վ։ Որովհետև կարծում եմ, որ դա կարևոր է։ Որովհետև կարծում եմ, որ դուք անում եք մի բան, որը շատերը պետք է անեին։ Լիլիթը մի քանի վայրկյան ուսումնասիրեց նրան։ Դուք լրագրող եք, այնպես չէ։ Ուզում եք հոդված գրել։ Վահեն տատանվեց։ Նա լրագրող էր։ Բայց դրա համար չէր այնտեղ։ Թե դրա համար էր։ Ինքն էլ այլս չգիտեր։ Չեմ ուզում ձեզ բացահայտել, ազնվորեն ասաց նա։ Պարզապես ուզում եմ հասկանալ։ Լիլիթը հոգոց հանեց։ Հասկանալու բան չկա։ Մի անգամ ինձ օգնել են։ Հիմա ես եմ օգնում ուրիշներին։ Այդքան պարզ։ Իսկ կոստյումով մարդը։ Ո՞վ է նա։ Նա նայեց հորիզոնին, քաղաքին, որը ձգվում էր այգուց այն կողմ։ Չգիտեմ։ Գուցե շատ մարդիկ են։ Գուցե ոչ ոք։ Գուցե պարզապես գաղափար է։ Բայց քանի դեռ մարդիկ հավատում են, որ ինչ-որ մեկը հոգ է տանում, նրանք շարունակում են փորձել։ Վահեն կրծքում սեղմում զգաց։ Այդ 12 տարեկան աղջիկն ավելին էր հասկանում հույսից, քան ինքը սովորել էր 28 տարվա կյանքում։ Կարող եմ ձեզ ինչ-որ կերպ օգնել, առաջարկեց նա։ Լիլիթը նրան նայեց անկեղծ զարմանքով։ Ինչպես։ Չգիտեմ։ Փող։ Կապեր։ Ես ռեսուրսների հասանելիություն ունեմ։ Նա գլուխը թափահարեց։ Աննպատակ փողը չի օգնում։ Եվ կապերն անօգուտ են, եթե մարդիկ չեն հասկանում, թե ինչ պետք է արվի։ Բայց մի բան կա, որ կարող եք անել։ Ինչ։ Ճիշտ պատմությունը պատմեք։ Եթե լրագրող եք, պատմեք այն մարդկանց պատմությունը, ովքեր օգնում են ուրիշներին, առանց փոխարենը որևէ բան ակնկալելու։ Մի կենտրոնացեք դրամայի վրա։ Կենտրոնացեք լուծման վրա։
Մարդկանց օրինակներ են պետք, ոչ թե ավելի շատ ողբերգություն։ Վահեն լուռ մնաց։ Այդ երեխան իրեն լրագրության դաս էր տալիս, որն ավելի արժեքավոր էր, քան 4 տարվա համալսարանը։ Կմտածեմ դրա մասին, խոստացավ նա։ Լիլիթը գլխով արեց, սկսեց հեռանալ։ Վահեն կանգնած մնաց, մտածելով։ Գագիկը, դեռ հեռվից հետելով, տեսավ իր որդու իրեն փոխած աղջկա փոխազդեցությունը։ Տեսավ Վահեին կանգնած, մտածկոտ։ Տեսավ Լիլիթին անհետանում ամբոխի մեջ։ Եվ այդ պահին հայրն ու որդին մի քանի մետր հեռավորության վրա էին, երկուսն էլ փոխված նույն երեխայի կողմից, բայց չիմանալով միմյանց ներկայության մասին։ Քաղաքը շարունակում էր իր խելահեղ ռիթմը։ Միլիոնավոր կյանքեր, որոնք հատվում էին առանց իրար դիպչելու։ Բայց այնտեղ, այդ այգում, 3 հոգիներ կապվել էին այնպիսի ձերով, որոնք դեռ լիովին չէին հասկանում։ Եվ պատմությունը լուռ, բայց անշեղորեն, շարժվում էր դեպի մի հատման կետ, որը կփոխեր նրանց բոլորին ընդմիշտ։ Դինամիկայի փոփոխությունը սկսվեց նուրբ, գրեթե աննկատելի կերպով։ Վահեն չկարողացավ դադարել մտածել Լիլիթի մասին այգում տեղի ունեցած այդ հանդիպումից հետո։ Այն ձև, որով նա խոսում էր, նրա աչքերի պարզությունը, իմաստությունը, որը հակասում էր տարիքի ցանկացած տրամաբանության։ Նա վերադարձավ տուն, ամիսների ընթացքում առաջին անգամ չբացեց Վարդանյան հիմնադրամի մասին հետաքննական հոդվածի ֆայլը։ Փոխարենը, սկսեց ուսումնասիրել Լիլիթին։ Ոչ թե ներխուժող կերպով, ոչ թե նրա անձնական կյանքը փորփրելով, այլ փորձելով հասկանալ նրա ստեղծած ելույթը։ Կոստյումով մարդու լեգենդը։ Այդ գաղափարի շուրջ ձևավորված ինքնաբուխ օգնության ցանցերը։ Մարդկանց, որոնց վրա ազդել էին փոքր թվացող, բայց իրենց նշանակությամբ հսկայական գործողությունները։ Նա հարցազրույցներ վերցրեց ծայրամասերում։ Խոսեց անօթանների հետ, որոնք ճանաչում էին Լիլիթին։ Խոսեց կամավորների հետ, որոնք միացել էին ցանցին, երբեք չտեսնելով ենթադրյալ բարերարին։ Եվ որքան շատ էր հետաքննում, այնքան ավելի էր գիտակցում, որ այնտեղ իրական բան կա։ Մի բան, որը նրա ցինիկ հետաքննող լրագրողի հայացքը չէր կարողանում որպես կեղծիք բացահայտել։ Մի օր Վահեն մի փոքրիկ համայնքային կենտրոնում էր, զրուցում էր տիկին Ռոզայի հետ, մոտ 70 տարեկան մի կնոջ, ով հանգստյան օրերին ապուրի բաժանում էր համակարգում։ Նա պատահաբար նշեց, որ բաժանումներն ընդլայնելու գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ ծանոթացել է կոստյումով մարդու աղջկա աշխատանքին։ Այդ աղջիկը, ասաց տիկին Ռոզան, խառնելով ապուրի հսկայական կաթսան, ինձ հիշեցրեց, թե երբ ես երիտասարդ էի։ Երբ մենք օգնում էինք, որովհետև դա ճիշտ էր, ոչ թե որովհետև դրանից ինչ-որ բան էինք շահելու։ Նա ոչինչ չի խնդրում։ Լուսանկար չի ուզում։ Ճանաչում չի ուզում։ Պարզապես անում է։ Վահեն ամեն ինչ գրի էր առնում նոթատետրում։ Իսկ դուք երբ հանդիպել եք այդ կոստյումով մարդուն, որին նա նշում է։ Տիկին Ռոզան ծիծաղեց, մի հոգնած, բայց ջերմ ծիծաղով։ Տղաս, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով օգնում է մեկին, առանց փոխարենը որևէ բան ակնկալելու, կոստյումով մարդն է։ Դա մարդ չէ։ Դա կեցվածք է։ Այդ խոսքերն արձագանքում էին Վահեի մտքում։ Դա մարդ չէ։ Դա կեցվածք է։ Եվ նա սկսեց մտածել, թե արդյոք իր հայրը, ինչ-որ անհասկանալի կերպով, փորձում է դառնալ այդ կեցվածքը։ Մինույն ժամանակ Գագիկը դիմակայում էր իր սեփական մարտերին։ Վարդանյան հիմնադրամի վերակառուցումն ավելի ու ավելի մեծ ալիքներ էր առաջացնում։ Աշխատանքից հեռացված նախկին խորհրդի անդամները սկսեցին հարձակում կազմակերպել։ Սպառնում էին դատական հայցերով։ Գործարար շրջանակներում լուրեր էին տարածում։ Փորձում էին խարխլել Գագիկի, որպես կառավարչի հեղինակությունը։ Իր փաստաբանների հետ լարված հանդիպման ժամանակ նրանցից մեկը, Տիգրան անունով տասնամյակների փորձ ունեցող մի մարդ, իրավիճակը կոպիտ կերպով ներկայացրեց։ Պարոն Վարդանյան, դուք հասկանում եք, որ պատերազմի մեջ եք շատ հզոր մարդկանց հետ։ Ռաֆայել Սամվելյանը խորը քաղաքական կապեր ունի։ Պատրիսիա Մելիքյանն ամուսնացած է Վճռաբեկ դատարանի դատավորի հետ։ Նրանք կարող են ձեր կյանքը իրավական դժոխքի վերածել։ Գագիկը նստած էր իր սեղանի հետում, ձեռքերը հանգիստ խաչած։ Իսկ դու ինչ ես առաջարկում, Տիգրան։ Որ բանակցեք։ Որ նրանց պատվավոր ելք տաք։ Ինչ-որ առատաձեռն փոխհատուցում, լռության դիմաց։ Դա ավելի էժան է, քան տարիների դատավարությունները։ Գագիկը գլուխը թափահարեց։ Ոչ։ Ոչ մի համաձայնություն։
Նրանք յուրացրել են գումար, որը պետք է օգներ խոցելի մարդկանց։ Գումար, որը գալիս էր հանրային նվիրատվություններից։ Եթե ուզում են ինձ դատի տալ, թող տան։ Ես ամեն ինչ բացահայտ կներկայացնեմ։ Փաստաբանները միմյանց նայեցին, անհանգստացած։ Պարոն, ամենայն հարգանքով դուք էմոցիոնալ որոշումներ եք կայացնում։ Սա ռազմավարական չէ։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ, պատասխանեց Գագիկը, ես բարոյական որոշումներ եմ կայացնում։ Եվ ես չեմ նահանջելու։ Երբ փաստաբանները դուրս եկան, տեսանելիորեն անհարմար, Ռուբենը մտավ գրասենյակ։ Նա սովորականից տարբերվող զեկույց էր բերել։ Պարոն, պետք է խոսենք Լիլիթի մասին։ Գագիկը կրծքում անմիջապես սեղմում զգաց։ Ինչ-որ բան է պատահել։ Ոչ այնքան։ Բայց նրան հետում են։ Ոչ միայն մենք։ Մենք առնվազն երկու այլ մարդ ենք հայտնաբերել, որոնք կարծես թե հետում են նրա շարժումներին։ Ովքեր։ Մեկը Արմինե անունով սոցիալական աշխատող է։ Ըստ մեր տվյալների, նա աշխատում է քաղաքապետարանում, փորձում է հայտնաբերել անօթան երեխաների, նրանց հարկադիր կերպով կացարաններ ուղարկելու համար։ Իսկ մյուսը։ Ռուբենը տատանվեց։ Մյուսը ձեր որդին է։ Վահեն հետում էր աղջկան։ Մի քանի անգամ խոսել է նրա հետ։ Կարծես թե հետաքննում է կոստյումով մարդու ելույթը։ Գագիկը քարացավ։ Վահեն։ Իր որդին հետաքննում էր հենց այն ելույթը, որն ինքը գաղտնի պաշտպանում էր։ Ճակատագրի հեգնանքը դաժան էր։ Նա ինձ հետ որե կապի մասին գիտի։ Այդպես չի թվում։ Ըստ զեկույցների, նա դրան մոտենում է որպես մարդկային հետաքրքրություն ներկայացնող պատմության։ Բայց դա Վահեն է։ Եթե նա որոշի բավականաչափ խորը փորել, կգտնի փոխանցումները, ձեր փոխած համակարգերը, ամեն ինչ։ Գագիկը ձեռքը տարավ հոգնած դեմքի վրայով։ Իսկ սոցիալական աշխատողը։ Նա վտանգ է ներկայացնում Լիլիթի համար։ Կարող է ներկայացնել։ Եթե նա կարողանա ապացուցել, որ Լիլիթը ծայրահեղ խոցելի վիճակում է, նա օրինական իրավունք ունի հարկադրաբար հեռացնել նրան փողոցներից։ Ոչ, անմիջապես ասաց Գագիկը։ Դա չի կարող պատահել։ Պարոն, ամենայն հարգանքով, գուցե դա լավագույնն է աղջկա համար։ Նրան պետք է կառույց, պաշտոնական կրթություն, հոգեբանական ուղեկցում։ Նա արդեն փորձել է դա մերժել, պատասխանեց Գագիկը։ Եվ ես կհարգեմ նրա ընտրությունը։ Հետեք սոցիալական աշխատողին։ Եթե նա չափազանց մոտենա, գտեք օրինական միջոց, գործընթացը դանդաղեցնելու համար։ Փաստաթղթեր, բյուրոկրատիա, ինչ-որ անհրաժեշտ է։ Ռուբենը գլխով արեց, բայց նրա արտահայտությունը աճող անհանգստություն էր արտահայտում։ Իսկ Վահեին։ Թող հետաքննի։ Եթե նա բացահայտի ճշմարտությունը, գուցե դա ճիշտ պահն է։ Ռուբենը դուրս եկավ, Գագիկին մենակ թողնելով մտքերի հետ, որոնք չափազանց ծանր էին թվում մեկ մարմնում տեղավորվելու համար։ Իր որդին հետաքննում է։ Սոցիալական աշխատողը սպառնում է։ Նախկին խորհրդի անդամները վրեժ են կազմակերպում։ Եվ այս ամենի կենտրոնում մի աղջիկ, ով ոչնչից տեղյակ չէ, պարզապես հետում է իր բարության լուր առաքելությանը։ Լիլիթը, մինույն ժամանակ, սկսում էր փոփոխություններ նկատել իր շուրջը։ Բանկային փոխանցումները, որոնք նա կարողանում էր անել, ավելի հեշտ էին դառնում, ասես անտեսանելի պատնեշներ էին հանվել։ Նվիրատվություններն ավելի հաճախ էին հայտնվում ռազմավարական կետերում։ Եվ կար մի տարօրինակ, դժվար անվանելի զգացողություն, որ ինչ-որ մեկը հոգ է տանում այն մանրուքների մասին, որոնց ինքը չէր կարողանում հասնել։ Նա դա նշեց պապի Հովհաննեսին, մոտ 60 տարեկան մի տղամարդու, ով տասնամյակներ շարունակ ապրում էր փողոցներում, դարձել էր նրա համար մի տեսակ հայրական կերպար։ Տարօրինակ բան է կատարվում, ասաց Լիլիթը, մինչ նրանք մի ծածկի տակ սենդվիչ էին կիսում։ Գործերն ավելի հեշտ են դառնում։ Չեմ կարող բացատրել։ Ասես ինչ-որ մեկը դռներ է բացում։ Պապի Հովհաննեսը, կյանքի շատ բան տեսած փորձառու աչքերով, ժպտաց։ Գուցե կոստյումով մարդն իսկապես գոյություն ունի։ Գուցե նա ավելին է անում, քան դու պատկերացնում ես։ Բայց ես եմ նրան հորինել, առարկեց Լիլիթը։ Ես եմ ստեղծել այդ պատմությունը մարդկանց հույս տալու համար։ Իսկ ինչ, եթե դու չես հորինել։ Ինչ, եթե դու պարզապես բացահայտել ես մի բան, որն արդեն գոյություն ուներ։ Լիլիթը լուռ մնաց, մտածելով։
Այն գաղափարը, որ կոստյումով մարդը կարող է իրականում գոյություն ունենալ, միաժամանակ մխիթարող էր, վախեցնող։ Մխիթարող, որովհետև նշանակում էր, որ նա մենակ չէ իր առաքելության մեջ։ Վախեցնող, որովհետև նշանակում էր, որ ինչ-որ մեկը հետում է, ներգրավված է, նա չգիտեր, ով կամ ինչու։ Այդ գիշեր, ամիսների ընթացքում առաջին անգամ, Լիլիթը վախ զգաց։ Ոչ թե քաղաքային բռնության վախը, ոչ թե սովի կամ ցրտի վախը, այլ այն վախը, որ իր բարության փոքրիկ ցանցը կապված է մի ավելի մեծ բանի հետ, որը նա չի կարողանում վերահսկել։ Վահեն, վճռական լինելով հասկանալ ամբողջ պատմությունը, որոշեց ռիսկային քայլի դիմել։ Հոր հետ ճաշ նշանակեց մի բան, որը նրանք չէին արել առնվազն 2 տարի։ Գագիկն ընդունեց հրավերը զգուշավոր զարմանքով, առանց պատճառը հարցնելու։ Նրանք հանդիպեցին մի զուսպ ռեստորանում, հեռու այն վայրերից, որտեղ Գագիկը սովորաբար գործնական հանդիպումներ էր ունենում։ Մի հասարակ վայր, տնական ուտեստներով, որտեղ ոչ ոք նրանց անմիջապես չէր ճանաչի։ Զրույցը սկսվեց լարված, պաշտոնական։ Քաղաքավարի հարցեր աշխատանքի մասին։ Միավանք պատասխաններ։ Մինչ որ Վահեն որոշեց ուղիղ անցնել գործին։ Հայր, դու ճանաչում ես Լիլիթ Մանուկյան անունով մի աղջկա։ Գագիկը քիչ մնաց պատառաքաղը գցեր։ Արագ տիրապետեց իրեն, բայց Վահեն նկատեց արձագանքը։ Ինչու ես հարցնում։ Որովհետև ես հետաքննում եմ մի հետաքրքիր սոցիալական ելույթ։ Ծայրամասերում ձավորված ինքնաբուխ օգնության ցանց։ Եվ այդ աղջիկը ամեն ինչի կենտրոնում է։ Եվ ես պարզել եմ, որ դու վերջերս հետաքրքրություն ես ցուցաբերում անօթան բնակչությանն ուղղված ծրագրերի նկատմամբ։ Գագիկը մի կում ջուր խմեց, ժամանակ շահելով։ Ճիշտ է։ Վարդանյան հիմնադրամը վերաուղղորդում է ջանքերն ավելի ուղղակի արդյունավետ գործողությունների։ Բայց դա միայն դա չէ, պնդեց Վահեն։ Դու հատուկ ուսումնասիրում ես անօթան երեխաների համայնքային աջակցության ցանցերի մասին։ Եվ այս ամենը վերջերս է սկսվել։ Ինչո՞վ։ Գագիկը նայեց որդուն, իսկապես նայեց, տարիների ընթացքում առաջին անգամ։ Տեսավ մի լուրջ, նվիրված մարդու, որը ճշմարտություն էր փնտրում։ Տեսավ մեկին, ով այլս այն տղան չէր, որին նա անտեսել էր կայսրություն կառուցելու անվան տակ։ Ես բացահայտեցի, որ ամեն ինչ սխալ էի անում, ասաց Գագիկը, ձայնը ցածր, բայց հաստատուն։ Հիմնադրամը կեղծիք էր։ Ես կեղծիք էի։ Եվ այդ աղջիկը, առանց իմանալու, ինձ ցույց տվեց ճիշտ ճանապարհը։ Վահեն լուռ մնաց, մտածելով։ Դու նրան ճանաչում ես։ Ոչ անձամբ։ Բայց հետում եմ նրա աշխատանքին։ Եվ սովորում եմ։ Դու ես կոստյումով մարդը։ Հարցը կախված մնաց նրանց միջ օդում։ Գագիկը կարող էր ժխտել։ Կարող էր շեղվել։ Բայց նայելով Վահեին, տեսնելով նույն ճշմարտության որոնումը, որն ինքն էր զգում, որոշեց ազնիվ լինել։ Ես չեմ։ Նա ստեղծել է այդ խորհրդանիշն առանց իմանալու։ Բայց ես փորձում եմ արժանի դառնալ դրան։ Փորձում եմ լինել այն մարդը, որին նա պատկերացրել է։ Վահեն զգաց, թե ինչպես մի բան կոտրվեց իր ներսում։ Ամբողջ կուտակված զայրույթը, հորը ճանաչելու ամբողջ վստահությունը, Գագիկ Վարդանյանի, պարզապես անհոգի միլիարդատեր լինելու մասին իր կառուցած ամբողջ պատմությունը։ Ամեն ինչ փլուզվում էր այս անկեղծ խոստովանության առաջ։ Ինչու՞, հարցրեց նա։ Ձայնը կոտրվելով։ Ինչու հիմա։ Ինչու այդ աղջիկը, ոչ թե ես։ Ոչ թե քո ընտանիքը։ Գագիկը փակեց աչքերը, հին ցավը վերջապես բառեր գտավ։ Որովհետև նա ինձնից շահելու ոչինչ չուներ։ Որովհետև նրա բարությունն անաղարտ էր։ Որովհետև նա ինձ հիշեցրեց, թե ով էի ես, նախքան փողի իշխանության մեջ կորչելը։ Եվ որովհետև, որդիս, ես քո հանդեպ ձախողվել եմ այնպիսի ձերով, որոնք երբեք չեմ կարողանա ուղղել։ Բայց գուցե, միայն գուցե, ես կարողանամ այսուհետ ավելի լավը լինել։ Հայր, ասաց Վահեն, արցունքներն սկսելով հավաքվել, ես ամիսներ շարունակ քեզ հետաքննել եմ։ Պատրաստել եմ մի հոդված, որը կկործաներ քո հեղինակությունը։ Ապացուցել եմ, որ Վարդանյան հիմնադրամը կոռումպացված էր։ Գիտեմ, պատասխանեց Գագիկը։ Գիտեմ, որ հետաքննում էիր։ Եվ դու ճիշտ էիր։ Այն ամենը, ինչ բացահայտել ես, ճշմարտություն է։ Հիմնադրամը կոռումպացված էր։ Ես թույլ եմ տվել, որ այդպես լինի։ Եվ եթե որոշես հրապարակել, ես չեմ խանգարի։
Վահեն գլուխը թափահարեց։ Այլս չեմ ուզում քեզ ոչնչացնել։ Ուզում եմ քեզ հասկանալ։ Ուրեմն օգնիր ինձ, խնդրեց Գագիկը, ձայնը լի մի հոգնածությամբ, որը ֆիզիկականից անդին էր։ Օգնիր ինձ պաշտպանել այդ աղջկան։ Օգնիր ինձ սա ճիշտ անել։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ հայրն ու որդին իսկապես շփվում էին։ Ոչ թե դատարկ ձականությունների, այլ անկեղծ խոցելիության միջոցով։ Նրան ինչ է պետք, հարցրեց Վահեն։ Պաշտպանություն առանց վերահսկողության, պատասխանեց Գագիկը։ Նա հրաժարվում է կացարաններում տեղավորվելուց, որովհետև ասում է, որ այդպես չի կարող օգնել ուրիշներին։ Նրան պետք է մի միջոց, շարունակելու իր առաքելությունը, բայց նվազագույն անվտանգությամբ։ Հասանելի կրթություն։ Կանոնավորված փաստաթղթեր։ Բայց առանց նրա ինքնավարությունը խլելու։ Իսկ սոցիալական աշխատողը, որը փորձում է նրան հեռացնել։ Վահեն խոժոռվեց։ Որ սոցիալական աշխատողը։ Գագիկը հասկացավ, որ բացահայտել է տեղեկություն, որը Վահեն չուներ։ Քաղաքապետարանի Արմինե անունով մի սոցիալական աշխատող կա, որը հետաքննում է Լիլիթին հնարավոր հարկադիր տեղափոխման համար։ Վահեն արագ մտածեց. Ես կարող եմ դրանով օգնել։ Քաղաքապետարանում կապեր ունեմ։ Կարող եմ պարզել նրա ծրագրերը գտնել օրինական այլընտրանքներ։ Գագիկը գլխով արեց, զգալով մի բան, որը վաղուց չէր զգացել որդու նկատմամբ՝ երախտագիտություն։ Ճաշն ավարտվեց լուռ համաձայնությամբ։ Նրանք միասին կաշխատեին Լիլիթին պաշտպանելու համար։ Չէին բացահայտի նրան, թե ովքեր են կամ ինչ են անում։ Պարզապես կերաշխավորեին, որ նա կարողանա շարունակել իր առաքելությունն առանց խոչընդոտների։ Երբ նրանք բաժանվեցին մայթին, Գագիկն անսպասելի բան արեց։ Գրկեց որդուն։ Դա պաշտոնական գրկախառնություն չէր։ Դա հուսահատ գրկախառնություն էր մեկի, ով գիտեր, որ թանկարժեք տարիներ է կորցրել, փորձում էր վայրկյաններ վերականգնել։ Վահեն զարմացած պատասխանեց, զգալով հոր մարմնի թեթ դողը։ Ներողություն, շշնջաց Գագիկը։ Այն ամենի համար, ինչ չեմ եղել։ Հիմա փորձում ենք ավելի լավը լինել, պատասխանեց Վահեն։ Դա է կարորը։ Մինչ հայրն ու որդին սկսում էին անհավանական հաշտեցում, Լիլիթը դիմակայում էր իր սեփական ճգնաժամին։ Սոցիալական աշխատող Արմինեն վերջապես կարողացել էր գտնել նրան։ Մի առավոտ մոտեցավ նրան, քաղաքապետարանի երկու աշխատակիցների ուղեկցությամբ։ Լիլիթ Մանուկյան, հարցրեց Արմինեն, ձայնը պրոֆեսիոնալ, բայց ոչ սառը։ Լիլիթը նայեց երեք մեծահասակներին, մարմինը լարված, պատրաստ փախչելու։ Ես եմ։ Պետք է խոսեմ ձեզ հետ ձեր իրավիճակի մասին։ Դուք անչափահաս եք ապրում եք փողոցներում առանց օրինական խնամակալի։ Ես պարտավոր եմ ձեզ ուղղորդել կացարան։ Չեմ գնա, հաստատուն ասաց Լիլիթը։ Ես արդեն մերժել եմ դա։ Դա ընտրություն չէ, Լիլիթ։ Դա ձեր պաշտպանության համար է։ Ինչի՞ց պաշտպանություն, պատասխանեց աղջիկը, ձայնը բարձրանալով։ Ես լավ եմ։ Սովորում եմ։ Ինձ խնամում եմ։ Օգնում եմ ուրիշներին։ Ինչ եք դուք անելու, որն ավելի լավը կլինի դրանից։ Արմինեն հոգոց հանեց։ Նա արդեն տասնյակ նման դեպքերի հետ էր առնչվել։ Դիմադրող երեխաներ։ Բայց Լիլիթի մեջ մի տարբեր բան կար։ Մի բան, որը չէր համապատասխանում ծայրահեղ խոցելիության չափանիշին, որը կարդարացներ հարկադիր տեղափոխումը։ Դու սովորում ես։ Ինչպես։ Գրադարան։ Անվճար համացանց։ Տեսադասեր։ Նվիրաբերված գրքեր։ Իսկ ուտում ես։ Որտեղ ես քնում։ Ուտում եմ օգնության այն բանի շնորհիվ, ինչ կարողանում եմ գնել։ Քնում եմ անվտանգ վայրերում։ Թմրանյութ չեմ օգտագործում։ Հանցագործության հետ կապ չունեմ։ Միայն բարություն եմ անում։ Արմինեն նայեց աղջկան, իսկապես նայեց։ Տեսավ մաքուր, թե հին հագուստ։ Տեսավ հիգիենա, թե հիմնական։ Տեսավ զգոն, խելացի աչքեր, առանց հանձնվածի դատարկության։ Պետք է ստուգեմ ձեր պայմանները, ասաց Արմինեն։ Մի քանի օր կուղեկցեմ ձեզ։ Եթե իսկապես լավ լինեք, կարող ենք քննարկել այլընտրանքներ, որոնք կացարան չեն ներառում։ Լիլիթը գնահատեց առաջարկը։ Իդեալական չէր, բայց ավելի լավ էր, քան ուժով տեղափոխվելը։ Լավ, համաձայնեց նա։
Բայց ես չեմ դադարելու մարդկանց օգնել։ Ես դա չեմ խնդրում, պատասխանեց Արմինեն։ Հաջորդ օրերին Արմինեն զգուշորեն հետեց Լիլիթին։ Եվ այն, ինչ տեսավ, խորապես զարմացրեց նրան։ Աղջիկը պահպանում էր կառուցվածքային առօրյա։ Վաղ էր արթնանում։ Հիգիենայի կանոնները պահպանում էր։ Սովորում էր։ Օգնում էր ուրիշներին։ Համակարգում էր կամավորների ցանց։ Ամեն ինչ տպավորիչ հասունությամբ։ Արմինեն սկսեց ամեն ինչ փաստաթղթավորել, ոչ թե նրան հեռացնելու, այլ մի լուծում գտնելու համար, որը կհարգեր Լիլիթի ինքնավարությունը, միաժամանակ երաշխավորելով օրինական պաշտպանություն։ Եվ այսպես Գագիկը, Վահեն, Արմինեն, Լիլիթը սկսեցին պտտվել միմյանց շուրջ, յուրաքանչյուրն իր դրդապատճառներով, յուրաքանչյուրը փոխված աղջկա գոյությամբ, չիմանալով, որ նրանք բոլորը կապված են քավության, պաշտպանության հույսի բարդ ցանցով։ Երան քաղաքը շարունակում էր իր անխնա ռիթմը։ Բայց նրա նրբանցքներում, նրա ծածկերի տակ, նրա այգիներում ինչ-որ բան փոխվում էր։ Լուր, հզոր և անդառնալիորեն։ Հատումը տեղի ունեցավ այնպես, ինչպես ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Արմինեն, սոցիալական աշխատողը, շաբաթներ շարունակ Լիլիթին հետելուց հետո անսովոր որոշում կայացրեց։ Նա հանդիպում հրավիրեց տարածքի համայնքային կենտրոնում, հրավիրելով աղջկա ստեղծած աջակցության ցանցի բոլոր ներգրավվածներին։ Ուզում էր առաջարկել ավանդական կացարանին այլընտրանքային լուծում։ Այն, ինչ Արմինեն չգիտեր, այն էր, որ դրանով նա պատրաստվում էր միավորել մարդկանց, որոնք պտտվում էին Լիլիթի շուրջ, չիմանալով նրանց մեջ եղած անտեսանելի կապերի մասին։ Գագիկը հրավերն ստացավ Ռուբենի միջոցով։ Վարդանյան հիմնադրամը նշված էր որպես Արմինեի առաջարկած այլընտրանքային նախագծի պոտենցիալ աջակից։ Նա որոշեց անձամբ գնալ, մի բան, որը երբեք չէր անի անցյալում։ Ուզում էր հասկանալ։ Ուզում էր ներկա լինել։ Վահեն հրավերն ստացավ որպես լրագրող։ Արմինեն կարծում էր, որ Լիլիթի պատմությունը կարող է հզոր օրինակ լինել, թե ինչպես կարելի է աջակցել անօթան երեխաներին, առանց նրանց համայնքային պաշտպանության ցանցերից հեռացնելու։ Նա ընդունեց ոչ թե որպես հետաքննող լրագրող, այլ որպես մեկը, ով անկեղծորեն հետաքրքրված էր օգնելով։ Եվ Լիլիթը, իհարկե, հրավիրված էր որպես այդ ամբողջ քննարկման կենտրոնական անձ։ Հանդիպումը նշանակված էր հինգշաբթի օրվա երկրորդ կեսին։ Համայնքային կենտրոնը հասարակ էր, պլաստմասե աթոռներով շրջանած դասավորված, հին օդափոխիչներով, որոնք պայքարում էին Երանի շոգի դեմ, քերված պատերով, որոնց վրա սոցիալական արշավների պաստառներ էին փակցված։ Լիլիթն առաջինը եկավ, պապի Հովհաննեսի իր ստեղծած ցանցի մի քանի այլ անդամների ուղեկցությամբ։ Նա նյարդայնացած էր։ Չէր սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Նախընտրում էր աշխատել ստվերում, ինչպես իր հորինած կոստյումով մարդը։ Արմինեն հաջորդը եկավ, թղթապանակներով, փաստաթղթերով։ Ողջունեց Լիլիթին քաջալերող ժպիտով։ Ամեն ինչ լավ կլինի, ասաց նա։ Վստահիր ինձ։ Վահեն քիչ անց մտավ։ Երբ տեսավ Լիլիթին, զուսպ գլխով արեց։ Նա պատասխանեց փոքրիկ ժպիտով։ Նրանք մի քանի անգամ հանդիպել էին նախորդ շաբաթների ընթացքում, միշտ կարճ, միշտ հարգալից զրույցներ։ Եվ հետո մտավ Գագիկը։ Լիլիթը նրան չէր ճանաչում։ Նրա համար նա պարզապես հերթական կոստյումով գործարարն էր, հավանաբար Արմինեի նշած հիմնադրամի ներկայացուցիչը։ Բայց երբ Վահեն տեսավ հորը, աչքերը լայն բացվեցին։ Նա չգիտեր, որ Գագիկն անձամբ կգա։ Հայր, ցածրաձայն ասաց նա, զարմացած։ Գագիկը գլխով արեց, արտահայտությունը զուսպ։ Որդիս։ Լիլիթը նկատեց դինամիկան։ Նայեց մեկին, հետո մյուսին։ Դուք հայր ու որդի եք։ Վահեն հաստատեց։ Այո։ Հայրս Վարդանյան հիմնադրամի նախագահն է։ Լիլիթը խոժոռվեց։ Երբեք կապը չէր հաստատել։ Վարդանյան հիմնադրամն այն կազմակերպությունն էր, որն իրեն օգնել էր տարիներ առաջ, երբ դեռ մոր հետ էր ապրում։ Այն նվիրատվությունը, որը փրկել էր իր կյանքն այդ դժվար պահին։ Ձեր հիմնադրամն է ինձ մի անգամ օգնել, ասաց նա Գագիկին, ձայնը զգուշավոր։ Մի քանի տարի առաջ։ Սննդի զամբյուղ մի քիչ փող։ Շատ չէր, բայց տարբերություն ստեղծեց։ Գագիկը կրծքում սեղմում զգաց։ Այո, պատասխանեց նա։ Դա մեր արտակարգ ծրագիրն էր։ Լիլիթը մի պահ ուսումնասիրեց նրան։
Ուրեմն դուք իսկական կոստյումով մարդկանցից եք։ Այդ նախադասությունը ասված անմեղությամբ, բայց լի նշանակությամբ Գագիկի համար ժամանակը կանգնեցրեց։ Նա ուզում էր ասել, որ ոչ, որ արժանի չէ այդ կոչմանը, որ նա ստեղծել է մի առասպել, որն ավելի լավն է, քան ինքը երբեք լիներ։ Բայց նրա ուշադիր հայացքի տակ, պարզապես թեթակի գլխով արեց. Փորձում եմ լինել։ Արմինեն, նկատելով օդում կախված լարվածությունը, բայց լիովին չհասկանալով դրա ծագումը, որոշեց սկսել հանդիպումը։ Խնդրեց, որ բոլորը նստեն։ Շնորհակալ եմ, որ եկել եք, սկսեց նա։ Մենք այստեղ ենք քննարկելու Լիլիթ Մանուկյանի ավելի լայն այն անօթան երեխաների դեռահասների իրավիճակը, որոնք նրա նման ցուցաբերում են ինքնակառավարման ունակություն, բայց դեռ ինստիտուցիոնալ աջակցության կարիք ունեն։ Նա բացատրեց իր առաջարկը։ Լիլիթին հարկադրաբար ավանդական կացարան տեղափոխելու փոխարեն ստեղծել համայնքային խնամակալության փորձնական ծրագիր։ Լիլիթը կունենար կամավոր օրինական խնամակալ, պաշտոնական կրթության հասանելիություն, աջակցվող գրանցման միջոցով կանոնավորված փաստաթղթեր, բայց կպահպաներ իր ինքնավարությունը, կկարողանար շարունակել ապրել աշխատել համայնքում։ Առաջարկը հեղափոխական էր։ Այն մարտահրավեր էր նետում ամբողջ ստանդարտ ընթացակարգին։ Բայց Արմինեն պնդում էր, որ բացառիկ դեպքերը բացառիկ լուծումներ են պահանջում։ Իսկ ով կլինի այդ խնամակալը, հարցրեց պապի Հովհաննեսը պաշտպանողական տոնով։ Արմինեն նայեց Լիլիթին։ Մեկը, ում նա վստահում է։ Մեկը, ով հասկանում է նրա առաքելությունը, չի փորձի փոխել նրան։ Մեկը, ով պատրաստ է տրամադրել օրինական աջակցություն, առանց վերահսկողություն պարտադրելու։ Լիլիթը լուռ մնաց։ Ոչ ոքի չէր ճանաչում, ով կատարելապես կհամապատասխաներ այդ նկարագրությանը։ Վստահում էր պապի Հովհաննեսին, բայց նա ինքն էլ փողոցում էր ապրում։ Վստահում էր գրադարանի տիկին Սոնային, բայց կինն արդեն տարեց էր ծանրաբեռնված։ Ես կարող եմ, ասաց մի ձայն։ Բոլորը շրջվեցին։ Վահեն էր։ Նա շարունակեց, ձայնը համոզմունք ձեռք բերելով։ Ես կարող եմ լինել օրինական խնամակալը։ Ես ֆինանսական կայունություն ունեմ, դատվածություն չունեմ, աշխատում եմ որպես լրագրող, ուստի ճկուն գրաֆիկ ունեմ։ Եվ ամենակարևորը, ես հավատում եմ այն աշխատանքին, որը Լիլիթն անում է։ Ես չեմ փորձի փոխել նրան։ Լիլիթը զարմացած նայեց նրան։ Բայց դուք ինձ հազիվ եք ճանաչում։ Բավականաչափ եմ ճանաչում, պատասխանեց Վահեն։ Բավականաչափ, որպեսզի իմանամ, որ դու արտասովոր ես։ Եվ բավականաչափ, որպեսզի իմանամ, որ դու արժանի ես շարունակելու լինել այն, ինչ կաս, բայց օրինական պաշտպանությամբ։ Գագիկը որդուն դիտում էր հպարտության զարմանքի խառնուրդով։ Վահեն անում էր այն, ինչ ինքը, Գագիկը, կուզենար առաջարկել, բայց գիտեր, որ չի կարող։ Նա չափազանց շատ բեռ, չափազանց շատ կոռումպացված պատմություն էր գրում։ Բայց Վահեն այլ էր։ Նա երիտասարդ էր, իդեալիստ, անկեղծ։ Արմինեն կարծես քննարկում էր։ Դա հնարավորություն է։ Մեզ անհրաժեշտ կլինի հոգեբանասոցիալական գնահատում, փաստաթղթեր, դատական հաստատում։ Բայց դա իրագործելի է։ Լիլիթը նայեց Վահեին, հետո Գագիկին, փորձելով հասկանալ ամբողջ դինամիկան։ Մի բան կար, որը նա չէր ըմբռնում։ Ինչ-որ անտեսանելի կապ։ Ինչու եք ուզում ինձ օգնել, ուղիղ հարցրեց նա։ Սա պարզապես բարություն չէ։ Էլի բան կա։ Վահեն ու Գագիկը միմյանց նայեցին։ Ճշմարտությունն այնտեղ էր, պատրաստ բացահայտվելու։ Բայց արդյոք արդար կլիներ այդ բեռը դնել նրա վրա։ Առաջինը խոսեց Գագիկը։ Որովհետև դու ինձ փրկեցիր, պարզ ասաց նա։ Առանց իմանալու։ Առանց ուզենալու։ Բայց փրկեցիր։ Լիլիթը խոժոռվեց։ Ինչպե՞ս։ Գագիկը խորը շունչ քաշեց։ Ես կյանքս անցկացրել եմ հարստություն կուտակելով, մարդկայնություն կորցնելով։ Դարձել եմ մեկը, ում կատեի, եթե հանդիպեի։ Եվ հետո բացահայտեցի, թե դու ինչ ես անում։ Բացահայտեցի, որ 12 տարեկան մի աղջիկ, առանց ոչնչի, ավելի առատաձեռն էր, ավելի արդյունավետ, ավելի մարդկային, քան ես իմ բոլոր ռեսուրսներով։ Եվ դա ինձ կոտրեց։ Ստիպեց ինձ նայել հայելու մեջ չհավանել այն, ինչ տեսա։ Դուք ինձ լրտեսել եք, Լիլիթի ձայնում վիրավորանքի նոտա կար։ Ես քեզ հետում էի, ուղեց Գագիկը։ Եվ սովորում էի։ Ես փոխեցի Վարդանյան հիմնադրամը քո շնորհիվ։
Աշխատանքից հեռացրի կոռումպացված մարդկանց։ Վերաուղղորդեցի ռեսուրսները։ Սկսեցի անձամբ դուրս գալ փողոցներ, հասկանալու համար այն, ինչ դու արդեն գիտեիր։ Դու իմ ուսուցիչն էիր, առանց իմանալու։ Իսկ ես, ավելացրեց Վահեն, պատրաստ էի հրապարակայնորեն ոչնչացնել հորս։ Պատրաստի հետաքննական հոդված ունեի, որն ապացուցում էր, որ Վարդանյան հիմնադրամը կոռումպացված է։ Բայց հետո ես հանդիպեցի քեզ։ Եվ հասկացա, որ պատմությունն ավելի բարդ է։ Որ մարդիկ կարող են փոխվել։ Որ քավությունը հնարավոր է։ Լիլիթը մտածում էր այս ամենի մասին, նրա արագ միտքը կետերը միացնում էր։ Կոստյումով մարդը դուք էիք, ասաց նա, ոչ թե որպես հարց, այլ որպես փաստ։ Ոչ, պատասխանեց Գագիկը։ Կոստյումով մարդը դու ես։ Դու ես ստեղծել այդ խորհրդանիշը։ Մենք պարզապես փորձել ենք արժանի դառնալ դրան։ Լիլիթը զգաց, թե ինչպես են արցունքները սկսում հավաքվել։ Նա հաճախ չէր լաց լինում։ Վաղուց սովորել էր, որ փողոցներում լաց լինելը վտանգավոր շքեղություն է։ Բայց հիմա, շրջապատված մարդկանցով, որոնք ինչ-որ տարօրինակ բարդ կերպով հոգ էին տանում, պատնեշները քանդվեցին։ Ես պարզապես ուզում էի փոխհատուցել այն օգնությունը, որը ստացել էի, ասաց նա, ձայնը կոտրվելով։ Չէի ուզում ոչ ոքի փոխել։ Չէի ուզում կարօր լինել։ Դու կարօր ես հենց այն պատճառով, որ չես ուզում լինել, նրբորեն ասաց Արմինեն։ Եվ դրա համար էլ արժանի ես պաշտպանության։ Հանդիպումը շարունակվեց, այժմ արդեն բոլորի մասնակցությամբ։ Պապի Հովհաննեսը համայնքի մյուս անդամներն առաջարկեցին գործնական աջակցություն։ Գրադարանի տիկին Սոնան պարտավորվեց օգնել Լիլիթի ուսման հարցում։ Վարդանյան հիմնադրամը Գագիկի միջոցով առաջարկեց ռեսուրսներ, խնամակալությունը օրինականացնելու հիմնական ֆինանսական աջակցություն տրամադրելու համար, բայց առանց վերահսկողության, թե ինչպես Լիլիթը կօգտագործի դրանք։ Աստիճանաբար, պաշտպանության ցանց հյուսվեց։ Ոչ թե ցանց, որը կբանտարկեր Լիլիթին, այլ մեկը, որը կաջակցեր նրան, մինչ նա շարունակում էր իր առաքելությունը։ Երբ հանդիպումն ավարտվեց, արդեն գիշեր էր։ Մարդիկ աստիճանաբար հեռանում էին, համայնքային կենտրոնում թողնելով միայն Գագիկին, Վահեին, Լիլիթին։ Կարող եմ մի բան հարցնել, ասաց Լիլիթը նայելով Գագիկին։ Իհարկե։ Դուք իսկապես փոխվել եք։ Թե։ Սա անում եք, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք։ Հարցն ուղիղ էր, գրեթե դաժան իր ազնվությամբ։ Բայց Գագիկը չշեղվեց։ Չգիտեմ, խոստովանեց նա։ Գուցե երկուսն էլ։ Գուցե իրական փոփոխությունն ու քավության որոնումն անբաժանելի են։ Բայց մի բան կարող եմ երաշխավորել։ Ես այլս չեմ վերադառնա նրան, ով էի։ Այլս չեմ կարող։ Լիլիթը գլխով արեց, ընդունելով պատասխանը։ Իսկ դուք, հարցրեց Վահեին։ Կհրապարակեք հոդվածը ձեր հոր մասին։ Վահեն ուշադիր մտածեց։ Ես հոդված կհրապարակեմ։ Բայց ոչ թե կոռուպցիայի մասին։ Փոխակերպման մասին։ Այն մասին, թե ինչպես մարդիկ կառույցները կարող են փոխվել, երբ բախվում են ճշմարտությանը։ Եթե հայրս թույլ տա։ Գագիկը գլխով արեց։ Թույլ եմ տալիս։ Պատմիր ամբողջ ճշմարտությունը։ Լավն ու վատը։ Լիլիթը նայեց երկու տղամարդկանց, հորն ու որդուն, երկուսն էլ փոխված այնպիսի ձերով, որոնք ինքը հազիվ էր հասկանում։ Եվ զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել ընտանիք։ Ոչ թե կենսաբանական իմաստով, այլ պատկանելության իմաստով։ Կարող եմ շարունակել մարդկանց օգնել, հարցրեց նա, այդ հաստատման կարիքն ունենալով։ Ոչ միայն կարող ես, այլ պետք է, պատասխանեց Վահեն։ Պարզապես հիմա աջակցություն կունենաս։ Մենակ չես լինի։ Ես երբեք լիովին մենակ չեմ եղել, ասաց Լիլիթը, մի փոքրիկ ժպիտ հայտնվելով։ Ես միշտ ունեցել եմ կոստյումով մարդուն։ Նույնիսկ երբ նա պարզապես գաղափար էր։ Գագիկը կոկորդում գունդ զգաց։ Այդ աղջիկը, իր ողջ վաղահաս իմաստությամբ, հասկանում էր մի հիմնարար բան։ Երբեմն հույսը նախորդում է իրականությանը։ Երբեմն մենք հավատում ենք մի բանի, մինչ այն ճշմարտություն է դառնում։ Հաջորդած ամիսներին խորը փոփոխություններ տեղի ունեցան։ Վահեն պաշտոնապես ձակերպեց Լիլիթի խնամակալությունը, մի բյուրոկրատական, բայց անհրաժեշտ գործընթաց։
Նա ստացավ կանոնավորված փաստաթղթեր, որակյալ հանրակրթական դպրոցի հասանելիություն, մի փոքրիկ հասարակ բնակարան, որը վահեն վարձեց, բայց պահպանեց փողոցներում ժամանակ անցկացնելու կարիքավորներին օգնելու ազատությունը։ Նրա ստեղծած աջակցության ցանցը ոչ միայն շարունակվեց, այլ ընդլայնվեց։ Վերակազմավորված Վարդանյան հիմնադրամի կողմից տրամադրված նվազագույն ռեսուրսներով բարելավված համակարգմամբ նրանք կարողացան ազդել հարյուրավոր մարդկանց վրա։ Արմինեի առաջարկած համայնքային խնամակալության մոդելը դարձավ քաղաքապետարանի փորձնական նախագիծ։ Գագիկը հրաժարվեց հիմնադրամում գործադիր պաշտոնից, պահպանելով միայն խորհրդատվական դիրք։ Ավելի շատ ժամանակ նվիրեց բառացիորեն փողոցներում համայնքներում ներկա լինելուն։ Դանդաղ հաշտվեց Վահեի հետ, մի հաշտեցում, որը կառուցված էր ոչ թե դատարկ ներողությունների, այլ ընդհանուր գործողությունների վրա։ Եվ Վահեն հրապարակեց իր հոդվածը։ Բայց դա այն բացահայտող հոդվածը չէր, որը նախատեսել էր։ Դա հետաքննական շարք էր այն մասին, թե ինչպես կոռումպացված կառույցները կարող են փոխակերպվել, երբ կա անկեղծ կամք։ Այն մասին, թե ինչպես մի անօթան երեխա ոգեշնչեց փոփոխություններ ֆինանսական կայսրությունում։ Այն մասին, թե ինչպես հույսով ստեղծված խորհրդանիշները կարող են իրական դառնալ։ Հոդվածը վիրուսային դարձավ։ Ոչ թե որովհետև սկանդալային էր, այլ որովհետև ճշմարիտ էր։ Եվ ճշմարտությունը, երբ պատմվում է ազնվորեն, արձագանքում է այնպիսի ձևով, ինչպես սկանդալը երբեք չի կարող։ Լիլիթը հայտնի դարձավ, մի բան, որը սկզբում նրան խորապես անհանգստացնում էր։ Բայց նա սովորեց օգտագործել այդ տեսանելիությունը, գործերն առաջ տանելու համար։ Դարձավ անօթան երեխաների դեռահասների ոչ պաշտոնական խոսնակը, միշտ պնդելով, որ ինքը պարզապես մեկն է շատերից, ոչ թե տոնելու արժանի բացառություն, այլ օրինակ այն բանի, թե ինչ է հնարավոր, երբ մենք աջակցում ենք առանց վերահսկելու։ Կոստյումով մարդը դադարեց առասպել լինելուց դարձավ շարժում։ Մարդիկ սկսեցին բարության փոքր անանուն գործեր անել, վերագրելով դրանք խորհրդանիշին։ Գործարարները զուսպ նվիրատվություններ էին անում։ Կամավորները հայտնվում էին, առանց ճանաչում պահանջելու։ Լիլիթի ստեղծած գաղափարը սեփական կյանքով սկսեց ապրել, ավելի մեծ, քան ցանկացած առանձին անհատ։ Մի անձրոտ օր, համայնքային կենտրոնում տեղի ունեցած հանդիպումից գրեթե 1 տարի անց, Գագիկն այցելեց Լիլիթին այն փոքրիկ բնակարանում, որտեղ նա այժմ ապրում էր։ Նա ընդունեց նրան թեյով թխվածքաբլիթներով, հյուրընկալության պարզ ժեստեր, որոնք նա սովորել էր գնահատել։ Նրանք մի որոշ ժամանակ խոսեցին առօրյա բաներից։ Լիլիթի ուսման մասին, որը դպրոցում գերազանց էր սովորում։ Հիմնադրամի նոր նախագծի մասին, ավելի շատ համայնքային խնամակալության ծրագրեր ստեղծելու։ Կամավորների ցանցի մասին, որը շարունակում էր աճել։ Հետո Գագիկն ասաց մի բան, որը ամիսներ շարունակ պահում էր իր մեջ։ Ուզում եմ քեզ մի պատմություն պատմել, որը գրեթե ոչ ոքի չեմ պատմել։ Լիլիթը ուշադիր նայեց նրան։ Երբ ես 8 տարեկան էի, շարունակեց նա, ապրում էի Շիրակի մարզի մի աղքատ գյուղում։ Ընտանիքս հազիվ ուտելիք ուներ։ Եվ մի հոգ հայտնվեց տարածաշրջանում։ Նրանք առաջարկում էին լրացուցիչ պարապմունքներ, թեթև սնունդ, միջոցառումներ։ Ես գրանցվեցի։ Եվ կամավորներից մեկը, ընկեր Իրինան, նկատեց, որ ես լավ եմ թվերից։ Խրախուսեց ինձ։ Օգնեց սովորել։ Ստիպեց ինձ հավատալ, որ ես կարող եմ ավելին լինել, քան իմ ծագումը։ Լիլիթը լսում էր, հասկանալով։ Ես նրա շնորհիվ դուրս եկա աղքատությունից, ասաց Գագիկը։ Բայց ճանապարհին որոշեցի ջնջել այն ամենը, ինչ ինձ կապում էր այդ անցյալի հետ։ Փոխեցի ազգանունս։ Կտրեցի կապերս ընտանիքի հետ։ Ձացրի, թե երբեք այն աղքատ տղան չեմ եղել։ Եվ երբ ընկեր Իրինան մահացավ, նույնիսկ հուղարկավորությանը չգնացի։ Չափազանց զբաղված էի իմ կայսրությունը կառուցելով։ Դուք ամաչում եք ձեր ծագումից, ասաց Լիլիթը, ոչ թե որպես դատապարտում, այլ որպես դիտարկում։ Ամաչում էի, հաստատեց Գագիկը։ Եվ դու, առանց իմանալու, ստիպեցիր ինձ հիշել։ Նայել այն տղային, որն ես եղել։ Գիտակցել, որ ես նրան դավաճանել եմ։ Դավաճանել եմ նրան դավաճանել այն ամենին, ինչին ընկեր Իրինան հավատում էր, որ ես կարող եմ լինել։ Իսկ հիմա հարցրեց Լիլիթը։ Հիմա փորձում եմ պատվել այն տղային։ Եվ պատվել ընկեր Իրինայի հիշատակը։ Նույնիսկ եթե շատ ուշ է։ Լիլիթը մի պահ լուռ մնաց։ Հետո ասաց մի բան, որը Գագիկը կտաներ իր հետ մնացած կյանքում։
Երբեք ուշ չէ լինել այն, ինչ պետք է լինեիր։ Այդ խոսքերը եկած մի աղջկանից, ով ամեն ինչ ուներ դառնանալու համար, բայց ընտրում էր հույսը, կոտրեցին Գագիկի պահպանած վերջին պատնեշները։ Նա լաց եղավ։ Այնտեղ, այդ հասարակ բնակարանում, այդ արտասովոր երեխայի առաջ, նա լաց եղավ տասնամյակների զղջումը։ Լիլիթը չփորձեց նրան մխիթարել դատարկ խոսքերով։ Պարզապես ներկա էր։ Եվ երբեմն ներկայությունը ամենամեծ մխիթարությունն է։ Երբ Գագիկը հավաքեց իրեն, շնորհակալություն հայտնեց։ Ոչ միայն այդ պահի, այլ ամեն ինչի համար։ Գոյություն ունենալու համար։ Այնպիսին լինելու համար, ինչպիսին նա էր։ Այնպիսի գեղեցիկ սուտ ստեղծելու համար, որն իրականություն դարձավ։ Ես ոչինչ չեմ ստեղծել, պատասխանեց Լիլիթը։ Ես պարզապես հավատացել եմ։ Եվ հավատը, երբ բավականաչափ ուժեղ է, փոխում է աշխարհը։ Տարիներն անցան։ Լիլիթը մեծացավ, դարձավ չափահաս, ավարտեց սոցիալական աշխատանքի բաժինը, մասնագիտացավ համայնքային աշխատանքում։ Երբեք չկորցրեց այն էությունը, որը նրան բնորոշում էր։ Մարդկանց տեսնելու ունակությունը, ոչ թե վիճակագրություն։ Գործելու, ոչ թե պարզապես պլանավորելու։ Հավատալու, երբ ավելի հեշտ կլիներ հանձնվել։ Գագիկը ծերացավ ավելի շատ արժանապատվությամբ, քան ապրել էր իր կյանքի մեծ մասը։ Իր վերջին տարիները նվիրեց իրական սոցիալական նախագծերին, միշտ հրաժարվելով ուշադրության կենտրոնում լինելուց, միշտ վերագրելով վաստակը համայնքներին։ Դանդաղ վերականգնեց հարաբերությունները իր լքած ընտանիքի հետ, ներողություն խնդրելով, որտեղ հնարավոր էր, հատուցումներ անելով, որտեղ ընդունվում էր։ Վահեն դարձավ ճանաչված լրագրող ոչ թե սկանդալների, այլ փոխակերպման պատմությունների շնորհիվ։ Նա գիրք գրեց կոստյումով մարդու ելույթի մասին, որը դարձավ ուղղակի գործողության հավաքական խորհրդանիշների վրա հիմնված սոցիալական շարժումների չափանիշ։ Իսկ Լիլիթի սկսած ցանցը շարունակեց աճել։ Տարածվեց այլ քաղաքներում։ Ոգեշնչեց այլ շարժումներ։ Ապացուցեց, որ իրական փոփոխությանը մեծ կառույցներ պետք չեն, այլ միայն գործելու պատրաստ մարդիկ։ Տասնամյակներ անց մի արոտ օր Լիլիթը դասախոսություն էր կարդում սոցիալական աշխատանքի ուսանողների համար։ Մի երիտասարդ աղջիկ ձեռք բարձրացրեց հարցրեց. Ինչպես սկսեցիք այս ամենը։ Ինչպես միայնակ երեխան կարողացավ այդքան մեծ բան ստեղծել։ Լիլիթը ժպտաց, այն նույն ժպիտը, որը զինաթափում էր ցինիզմը։ Ես երբեք մենակ չեմ եղել, պատասխանեց նա։ Նույնիսկ երբ թվում էր, թե մենակ եմ։ Միշտ եղել է կոստյումով մարդը։ Այն գաղափարը, որ ինչ-որ մեկը հոգ է տանում։ Եվ երբ մենք հավատում ենք, որ ինչ-որ մեկը հոգ է տանում, մենք էլ ենք սկսում հոգ տանել։ Եվ հետո շղթան շարունակվում է։ Բայց կոստյումով մարդն իսկապես գոյություն ուներ, պնդեց երիտասարդ աղջիկը։ Լիլիթը մտածեց Գագիկի մասին, ով մի քանի տարի առաջ հեռացել էր կյանքից, շրջապատված հաշտված ընտանիքով։ Մտածեց Վահեի մասին, ով շարունակում էր իր լրագրողական աշխատանքն ամբողջականությամբ։ Մտածեց Արմինեի, պապի Հովհաննեսի, տիկին Սոնայի, բոլոր այն մարդկանց մասին, որոնք կազմել էին այդ ցանցը։ Այո, վերջապես ասաց նա։ Նա գոյություն ունի։ Նա մարդ չէ։ Նա կեցվածք է։ Դա օգնելու ընտրությունն է, նույնիսկ երբ ոչ ոք չի նայում։ Հավատալու, նույնիսկ երբ անհնար է թվում։ Բարի լինելու մի աշխարհում, որը ցինիզմ է սովորեցնում։ Նա դադար տվեց, նայելով իդեալներով լի երիտասարդների լսարանին։ Եվ դուք բոլորդ կարող եք լինել կոստյումով մարդը։ Կամ կոստյումով կինը։ Կամ պարզապես մարդիկ, որոնք ընտրում են փոփոխություն բերել։ Փող պետք չէ։ Իշխանություն պետք չէ։ Պարզապես կամք է պետք հավատ, որ փոքր գործողությունները, բազմապատկված միլիոնավոր մարդկանցով, փոխում են աշխարհը։ Դասախոսությունն ավարտվեց ծափահարությունների ներքո։ Բայց Լիլիթը գիտեր, որ ծափահարությունները կարևոր չեն։ Կարևորն այն գործողություններն էին, որոնք այդ երիտասարդները կձեռնարկեին հետո։ Եթե գոնե մի քանիսը դուրս գային այնտեղից օգնեին մեկ մարդու։ Եթե գոնե մի քանիսը հավատային, որ բարությունը թուլություն չէ, այլ ամենամեծ ուժը, որ գոյություն ունի։ Այդ գիշեր, մենակ իր հասարակ, բայց հարմարավետ բնակարանում, Լիլիթը պատուհանից նայեց երանին։ Այն քաղաքին, որն իրեն ստեղծել էր, մարտահրավեր նետել, փոխակերպել։ Եվ գիշերվան շշնջաց. Շնորհակալ եմ, կոստյումով մարդ։ Որտեղ էլ որ լինես։
Եվ գուցե ինչ-որ տեղ կամուրջների ու ծածկերի միջ, երկնաքերերի ու տնակային թաղամասերի միջ, բետոնի ու հույսի միջ, այդ խորհրդանիշի ոգին ժպտաց։ Որովհետև, ի վերջո, իրական գլխավոր հերոսը երբեք քավություն գտած միլիարդատերը չէր։ Երբեք ճշմարտությունը վրեժից վեր դասած լրագրողը չէր։ Երբեք նույնիսկ այն սոցիալական աշխատողը չէր, ով իր կարիերան վտանգեց նորարարական լուծման համար։ Դա կարճ անունով անսահման հոգով փոքրիկ աղջիկն էր, ով բոլորին սովորեցրեց, որ բարությունը ներկայացում չէ։ Ընտրություն է։ Եվ որ այդ ընտրությունը կրկնված անընդհատ, օրեցօր, մարդուց մարդ, այն է, ինչը կառուցում է մի աշխարհ, որտեղ ապրելն արժե։ Լիլիթն անջատեց լույսը քնեց։ Եվ երազեց մի ապագայի մասին, որտեղ ավելի շատ մարդիկ կհավատային։ Որտեղ ավելի շատ մարդիկ կգործեին։ Որտեղ կոստյումով մարդն այնքան սովորական կլիներ, որ կդադարեր բացառություն լինելուց, դառնալով նորմա։ Որովհետև, ի վերջո, ամենամեծ փոխակերպումը տեղի չունեցավ Գագիկ Վարդանյանի հետ, ով նորից սովորեց մարդ լինել։ Ոչ էլ Վահեի հետ, ով բացահայտեց, որ սերն ավելի բարդ է, քան զայրույթը։ Ամենամեծ փոխակերպումը տեղի ունեցավ հենց այն գաղափարի մեջ, որ մի անհատ, որքան էլ փոքր, որքան էլ անտեսանելի, կարող է փոխել կայսրությունների, ընտանիքների ճակատագրերի ընթացքը։ Եվ այդ ճշմարտությունը, մի անգամ իմացվելով, անհնար է չիմանալ։ Մի անգամ հավատալով, անհնար է չհավատալ։ Մի անգամ ապրելով, անհնար է մահանալ։ Կոստյումով մարդն իրական էր։ Միշտ եղել է։ Որովհետև մենք հավատացել ենք, որ նա կա։ Եվ հավատը, երբ հավաքական է անկեղծ, իրականություններ ստեղծելու ուժ ունի։ Երանը քնած էր։ Բայց նրա նրբանցքներում ու ծածկերի տակ, նրա նիստերի դահլիճներում ու համեստ խոհանոցներում, նրա հոգնած, բայց հուսադրող սրտերում Լիլիթի ցանած սերմը շարունակում էր ծլել։ Աճել։ Փոխակերպել։ Եվ այդպես կշարունակվեր։ Սերունդներ շարունակ։ Քանի դեռ կային մարդիկ, որոնք հավատում էին, որ բարությունը կարոր է։ Որ փոքր գործողությունները գումարվում են։ Որ բոլորը, բացարձակապես բոլորը, կարող են լինել այն կոստյումով մարդը, որի կարիքն ինչ-որ մեկն ունի։ Պատմությունը վերջ չուներ։ Որովհետև իրական պատմությունները երբեք չեն ավարտվում։ Նրանք պարզապես փոխակերպվում են, ընդլայնվում, հավերժանում այն մարդկանց միջոցով, որոնք ընտրում են շարունակել դրանք։ Եվ Լիլիթ Մանուկյանը, աղջիկը, որը դարձավ կին, որը դարձավ խորհրդանիշ, որը դարձավ ոգեշնչում, հանգիստ քնած էր, իմանալով, որ իր առաքելությունը երբեք չի ավարտվի։ Որովհետև այն երբեք իր մասին չի եղել։ Այն միշտ մեր մասին է եղել։ Այն մասին, թե ինչ ենք մենք ընտրում լինել։ Այն մասին, թե ինչին ենք մենք ընտրում հավատալ։ Այն աշխարհի մասին, որը մենք ընտրում ենք կառուցել, մի փոքր գործողությամբ ամեն անգամ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լիլիթի, Գագիկի, Վահեի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվել եք փոխակերպման հույսի այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը ճշմարիտ կողմը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը նոր պատմությամբ, որը ձեզ կստիպի խորել կյանքի մեր կատարած ընտրությունների այն ուժի մասին, որը մեզանից յուրաքանչյուրն ունի, փոխելու մեզ շրջապատող աշխարհը։ Մինչ շուտափույթ։ Հանդիպում։